Սառը անձրի տակ միայնակ հայրը անարդարացիորեն ազատվում է աշխատանքից ստիպված է լինում իր մեքենան դարձնել տուն իր դստեր համար։ Մինչ նա փորձում է գոյատել, դպրոցի նոր տնօրենը սկսում է կասկածել, որ այդ աշխատանքից ազատման մեջ ինչ-որ բան այն չէ։ Այն, ինչ նա հայտնաբերում է, կարող է ոչ միայն փոխել երկուսի ճակատագիրը, այլ բացահայտել շատերի կողմից անտեսված ճշմարտության գինը։ Այս անհավանական պատմությունը լսելուց առաջ մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, ավելի շատ հուզիչ պատմությունների համար։ Համար անձրը հարվածում էր մեքենայի ապակուն, մինչ Մարկոն ամուր բռնել էր ղեկը, փորձելով զսպել ձեռքերի դողը։ Հետի նստարանին Աննան գրկել էր իր մաշված փափուկ նապաստակին, դիտելով, թե ինչպես են կաթիլները սահում պատուհանից, 7-ամյա երեխայի մեծ ու հետաքրքրասեր աչքերով։ Նա լիովին չէր հասկանում, թե ինչ էր կատարվում, բայց օդում լարվածությունը զգում էր որպես անտեսանելի ծանրություն։ Հայրիկ, ինչու էինք նորից մեքենայում քնում, հարցրեց Աննան, նրա փոքրիկ ձայնը արձագանքում էր կոմպակտ մեքենայի նեղ տարածության մեջ, որն այժմ նրանց միակ տունն էր։ Մարկոն մի պահ փակեց աչքերը, խորը շունչ քաշելով։ Ինչպես բացատրել երեխային, որ մեծերի աշխարհը երբեմն չափազանց անարդար է, հասկանալու համար։ Ինչպես ասել, որ մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում նա կորցրել էր ամեն ինչ, աշխատանքը, տունը, արժանապատվությունը, որ չգիտեր, թե ինչպես է պաշտպանելու նրան։ Դա ժամանակավոր է, արքայադուստրս, մրմնջաց նա, կարգավորելով հետի հայելին, որպեսզի ավելի լավ տեսներ նրան։ Հայրիկը ամեն ինչ կկարգավորի, կտեսնես։ Բայց բառերը դատարկ էին հնչում նույնիսկ իր սեփական ականջներին։ Մարկոն նայեց մասնավոր դպրոցի շենքին, որտեղ աշխատել էր գրեթե 1 տասնամյակ։ Երկրորդ հարկում, որտեղ գտնվում էր վարչությունը, լույսերը դեռ վառվում էին։ Քանի գիշեր էր նա մնացել մինչ ուշ, պատրաստել դասեր, կազմակերպել սպորտային մրցումներ, հոգ տանել աշակերտների մասին, կարծես իր սեփական երեխաները լինեին։ Եվ ամեն ինչ ավարտվել էր տնօրենի սենյակում 5 րոպեանոց պարզ զրույցով։ Վերակազմակերպում, ասել էին։ Սառը բառ, որը չէր բացատրում, թե ինչու հենց ինքը, իր անթերի անցյալով անխոնջ նվիրումով, էր ընտրվել հեռանալու համար։ Մարկոն հիշում էր տնօրեն Վիկտորի շեղվող հայացքը, թե ինչպես էր նա խուսափել աչքի կոնտակտից ամբողջ զրույցի ընթացքում։ Ինչ-որ բան այն չէր, բայց աշխատանքից ազատման պահին նա չափազանց ցնցված էր, հարցեր տալու համար։ Տարանման ծանուցումը եկել էր 2 օր անց, կարծես ճակատագիրը ցանկանում էր ապահովել, որ նրա անկումը լիակատար լինի։ Բնակարանի սեփականատերը ոչ մի կարեկցանք չէր դրսորել Մարկոյի վիճակի նկատմամբ։ Ես էլ ընտանիք ունեմ պահելու, ծառնասրտորեն ասել էր նա, անտեսելով այն փաստը, որ Աննան ներկա էր զրույցի ժամանակ։ Հայրիկ, սոված եմ, ասաց Աննան, կոտրելով մեքենայում տիրող լռությունը։ Մարկոն ստուգեց դրամապանակը։ Մնացել էին մի քանի մետաղադրամ, 1 ճմրթված թղթադրամ։ Բավական էր պարզ ուտելիքի համար, հնարավոր է։ Վերջին մի քանի օրերին նա շատ քիչ էր կերել, ապահովելու համար, որ Աննան պատշաճ կերպով ուտի։ Երեխան պետք չէր իմանար իր զոհաբերությունների մասին։ Այնտեղ, բենզալցակայանում, գնանք ինչ-որ բան գնենք, ասաց նա, ստիպելով իրեն ժպտալ։ Ինչպես է ձայնում սենդվիչը։ Աննան ոգորված գլխով արեց, մի պահ Մարկոն կարողացավ մոռանալ հանգամանքների մասին։ Իր դուստրը միշտ կարողանում էր ուրախություն գտնել փոքրիկ բաներում, մի հատկություն, որին նա հիանում էր, որը նրան ուժեղ էր պահում ամենադժվար պահերին։ Մինչ նրանք քայլում էին բենզալցակայանով, Մարկոն նկատեց մի քանի հետաքրքրասեր հայացքներ, ուղղված իրենց։ Նրա կոստյումը ճմրթված էր մեքենայում մի քանի գիշեր քնելուց հետո, Աննան կրում էր փոքրիկ պայուսակ, իր քիչ ունեցվածքով, փափուկ նապաստակը, գրադարանից մի քանի գիրք իր մոր լուսանկարը, որին նա երբեք չէր ճանաչել։ Նրանք հավանաբար հենց այնպես էին երում, ինչպես կային մարդիկ, ովքեր կորցրել էին ամեն ինչ։ Կարող եմ սենդվիչ ընտրել, հարցրեց Աննան, մատնացույց անելով փոքրիկ սառնարանը, պատրաստի տարբերակներով։ Իհարկե, արքայադուստրս։ Ընտրիր, ինչ ուզում ես։ Մինչ Աննան ընտրում էր հասանելի տարբերակներից, Մարկոն դիտում էր բենզալցակայանի շարժը։ Դա բանուկ վայր էր, հատկապես, որ մոտ էր տարածաշրջանի մի քանի դպրոցների։ Նա ճանաչեց մի քանի դեմքեր, աշակերտների ծնողներ, որոնց նա սովորեցրել էր, այլ հաստատությունների գործընկերներ։ Բոլորը շարունակում էին իրենց բնականոն կյանքը, լիովին անտեսելով այն մարդու ներկայությունը, ով մի օր հարգված դեմք էր եղել քաղաքի կրթական համայնքում։ Աննան ընտրեց պարզ խոզապուխտի պանրի սենդվիչ, իսկ Մարկոն իր համար միայն հյութ վերցրեց։
Դրամարկղի մոտ վաճառողը երիտասարդ տղա, որը կարծես իր նախկին աշակերտներից մի քանիսի տարիքին էր, նայեց նրանց հետաքրքրության կարեկցանքի խառնուրդով։ Պարոն Մարկո, երկմտորեն ասաց տղան։ Ես սովորել եմ այն քոլեջում, որտեղ դուք աշխատում էիք։ Իմ կրտսեր եղբայրը այնտեղ տարրական դասարանում է։ Մարկոն զգաց, որ իր դեմքը կարմրում է։ Այդ վիճակում ճանաչվելը նվաստացուցիչ էր, բայց նա չէր կարող իր հիասթափությունը թափել երիտասարդի վրա, ով իրեն հարգանքով էր վերաբերվում։ Բարդ Թեո, ասաց Մարկոն, կարդալով տղայի կրծքանշանը։ Ինչպե՞ս է քո եղբայրը։ Լավ է, պարոն։ Բայց… Թեոն երկմտեց։ Նա ասաց, որ դուք այլս դպրոցում չեք։ Աշակերտները հարցնում են, թե ինչ է պատահել։ Մարկոն սրտի կսկիծ զգաց։ Իր աշակերտները կարոտում էին իրեն, հարցաքննում իր հանկարծակի բացակայությունը։ Քանի՞։ Փոխարինող ուսուցիչ էր անցել իր դասարաններով իր աշխատանքից ազատվելուց հետո։ Քանի՞։ Նախագիծ, որոնք նա այդքան սիրով էր սկսել, էին լքվում։ Երբեմն ամեն ինչ փոխվում է, Թեո, ասաց Մարկոն, փորձելով ձայնը հաստատուն պահել։ Կարևորն այն է, որ դուք շարունակեք սովորել նվիրվել։ Աննան քաշեց իր բաճկոնի քղանցքը, ընդհատելով զրույցը։ Հայրիկ, կարող ենք հիմա ուտել։ Իհարկե, արքայադուստրս։ Նրանք նստեցին բենզալցակայանի անկյունում գտնվող փոքրիկ սեղանի մոտ, Մարկոն դիտում էր Աննայի ուտելը, երեխային բնորոշ ախորժակով։ Նա պատմում էր այն գրքերի մասին, որոնք վերցրել էր գրադարանից, այն նկարների մասին, որոնք արել էր օրվա ընթացքում, այն տարօրինակ երազների մասին, որոնք վերջերս տեսել էր։ Զարմանալի էր, թե ինչպես էր նա կարողանում պահպանել իր անմեղությունը, չնայած իրենց կյանքում տեղի ունեցած բոլոր կտրուկ փոփոխություններին։ Հայրիկ, երբ ենք նորից տուն ունենալու, հանկարծ հարցրեց Աննան, սենդվիչից մեկ գծելու մյուսի միջ։ Հարցը Մարկոյին հարվածեց որպես բռունցք, որովայնին։ Նա պատասխան չուներ։ Առանց աշխատանքից ազատվելուց հետո իր հեղինակության կասկածի տակ դրվելուց, աշխատանք գտնելը ավելի դժվար էր լինում, քան նա պատկերացրել էր։ Վերջին մի քանի օրերին նա այցելել էր մի քանի ուսումնական հաստատություններ, միշտ ստանալով նույն պատասխանը։ Ներկայումս թափուր տեղեր չունենք։ Շուտով, արքայադուստրս։ Հայրիկը դրա վրա է աշխատում։ Աննան գլխով արեց, վստահելով նրան այնպես, ինչպես միայն երեխան կարող է վստահել իր ծնողներին։ Այս կույր վստահությունը միաժամանակ մխիթարող էր սարսափելի։ Մարկոն գիտեր, որ չէր կարող հիասթափեցնել իր դստերը, բայց նա չգիտեր, թե ինչպես կատարի այն խոստումները, որոնք տալիս էր։ Դրսում, բենզալցակայանի ապակու միջով, Մարկոն տեսավ, թե ինչպես է կայանատեղիում կանգնում ՍԸՖ մգեցված ապակիներով։ Մեքենան առանձնանում էր հանրաճանաչ մեքենաների շարքում, որոնք սովորաբար հաճախում էին այդ վայրը։ Մի պահ նա մտածեց, թե ինչ-որ մեկին է տեսել, որ իրեն է նայում դիմապակու միջով, բայց մուգ ապակիները անհնարին էին դարձնում համոզվելը։ Հայրիկ, վերջացրի, ասաց Աննան, իր դատարկ ափսեն մղելով նրա կողմը։ Շատ լավ է, արքայադուստրս։ Հիմա պետք է գնանք։ Նրանք վերադարձան մեքենա, Մարկոն օգնեց Աննային տեղավորվել հետի նստարանին։ Նա արդեն սովորել էր առօրյան, ամրացնել անվտանգության գոտին, կազմակերպել իր քիչ ունեցվածքը, պատրաստել բարակ վերմակը, որը նրանք հասցրել էին փրկել բնակարանից, վերջնական տարանումից առաջ։ Մինչ Մարկոն միացնում էր մեքենան, նրա հեռախոսը զանգահարեց։ Անհայտ համար էր։ Մի պահ նրա սիրտը արագացավ, գուցե դա աշխատանքի հնարավորություն էր, մի դպրոց, որը փոխել էր իր կարծիքը, նորից սկսելու հնարավորություն։ Ալո սպասումով պատասխանեց։ Պարոն Մարկո մյուս կողմից ձայնը կանացի էր, պաշտոնական, բայց ոչ թշնամական։ Այո, ես եմ։ Ես Ալյանս կրթական ընկերությունից եմ։ Կցանկանայի ձեզ հետ զրուցել աշխատանքի հնարավորության մասին։ Հնարավոր կլինի վաղը հանդիպել։ Մարկոն թեթացման ալիք զգաց, խառնված հույսի հետ։ Ալյանս կրթական ընկերությունը տարածաշրջանի ամենամեծ կրթական ցանցերից մեկն էր, հայտնի իր գերազանցությամբ աշխատակիցների նկատմամբ արդար վերաբերմունքով։ Գուցե նրա բախտը վերջապես փոխվում էր։ Այո, իհարկե, պատասխանեց, փորձելով չդրսորել իր ձայնի հուսահատությունը։ Ժամը քանիսին որտեղ։ Վաղը առավոտյան ժամը 9-ին, մեր կենտրոնական գրասենյակում, Երանում։ Հարցրեք ընդունարանում, նրանք արդեն սպասում են։ Ես այնտեղ կլինեմ։ Շատ շնորհակալ եմ հնարավորության համար։
Երբ անջատեց հեռախոսը, Մարկոն զգաց, թե ինչպես են թեթացման արցունքները հոսում իր դեմքով։ Աննան քնել էր հետի նստարանին, գրկած իր փափուկ նապաստակին, անտեղյակ հուզական ամերիկյան բլուրներից, որոնք իր հայրը զգում էր։ Գուցե ամեն ինչ սկսում էր բարելավվել։ Գուցե դեռ հույս կար նրանց երկուսի համար։ Մարկոն միացրեց մեքենան, շարժվեց դեպի կայանատեղի, որտեղ սովորաբար գիշերում էին, հեռու անաղմուկ վայր, որտեղ կարող էին հանգստանալ, առանց խանգարվելու։ Վաղը նոր օր կլիներ, նա վճռական էր օգտվել այս հնարավորությունից, որը հայտնվել էր ոչ մի տեղից։ Մինչ նա մեքենա էր վարում, Մարկոն չնկատեց, որ Ս-ն հետում էր նրանց անվտանգ հեռավորությունից, իր լուսարձակները կտրում էին գիշերվա խավարը, որպես զգոն աչքեր, որոնք դիտում էին յուրաքանչյուր շարժում։ Առավոտը եկավ մոխրագույն ու ցուրտ, նուրբ մաղադանոսով, որը մշուշում էր մեքենայի ապակիները։ Մարկոն արթնացավ պարանոցի ցավով, վարորդի նստարանից մեկ գիշեր քնելու փորձի հետանքով։ Աննան դեռ խորը քնած էր, փաթաթված իր վերմակին, փափուկ նապաստակը պաշտպանված նրա փոքրիկ ձեռքերում։ Նա ստուգեց վահանակի ժամացույցը, առավոտյան 7:15։ Բավական ժամանակ ուներ Ալյանս կրթական ընկերությունում հանդիպմանը պատրաստվելու համար։ Մարկոն նայեց իրեն հետի հայելու մեջ հառաչեց։ Նրա դեմքը ցույց էր տալիս հոգնածության սթրեսի նշաններ, նա պետք է միջոց գտներ, պրոֆեսիոնալ կերպով ներկայանալու, չնայած հանգամանքներին։ Աննա մեղմորեն կանչեց, դստեր ուսին դիպչելով։ Պետք է արթնանաս, արքայադուստրս։ Հայրիկը այսօր կարոր հանդիպում ունի։ Աղջիկը դանդաղ բացեց աչքերը, ինչպես միշտ անում էր, մի քանի վայրկյան պահանջվեց հիշելու համար, թե որտեղ էր։ Մարկոն տեսավ այն ճշգրիտ պահը, երբ իրականությունը վերադարձավ նրա գիտակցությանը, երբ քնկոտ ժպիտը վերածվեց ավելի լուրջ արտահայտության։ Առավոտյան կուտենք բենզալցակայանում, իսկ հետո կտանեմ քեզ գրադարան, ասաց Մարկոն, փորձելով ուրախ տոն պահպանել։ Մորաքույր Ֆիոնան արդեն այնտեղ կլինի։ Ֆիոնան գրադարանավարուհին էր, ով դարձել էր Աննայի համար մի տեսակ պահապան հրեշտակ վերջին մի քանի օրերին։ Երբ Մարկոն բացատրեց իրավիճակը, նա անմիջապես առաջարկեց, որ աղջիկը օրերն անցկացնի գրադարանում, մինչ նա աշխատանք կփնտրեր։ Դա անվտանգ, տաք միջավայր էր, Աննան կարող էր կարդալ իր նկարները անել խաղաղությամբ։ Բենզալցակայանում պարզ նախաճաշից հետո, հաց կարագով կաթ Աննայի համար, միայն սուրճ Մարկոյի համար, նրանք գնացին քաղաքի կենտրոնական գրադարան։ Դա հին տպավորիչ շենք էր, մարմարե մեծ աստիճաններով, որոնք միշտ տպավորում էին Աննային։ Նրա համար այդ վայրը դարձել էր կախարդական ապաստան, լի պատմություններով, հնարավորություններով։ Բարի առավոտ, Աննա, ողջունեց Ֆիոնան, հենց որ տեսավ նրանց մուտքը։ Գրադարանավարուհին միջին տարիքի կին էր, մոխրագույն մազերը հավաքված հանգույցով կախված ընթերցանության ակնոցներով։ Ես մի քանի նոր գիրք եմ առանձնացրել, որոնք երեկ են եկել։ Կարծում եմ, քեզ դուր կգան։ Շնորհակալ եմ, մորաքույր Ֆիոնա, ասաց Աննան, արդեն բազելով դեպի մանկական բաժնի անկյունում գտնվող փոքրիկ սեղանը, որը դարձել էր նրա ուսումնական ժամանակավոր վայրը։ Մարկոն մոտեցավ Ֆիոնային, ձայնը ցածր պահելով։ Ես այսօր կարոր հանդիպում ունեմ։ Մի մեծ ընկերություն ինձ կանչել է զրուցելու։ Ինչպիսի հրաշք, բացականչեց Ֆիոնան, անկեղծորեն ուրախանալով։ Ես այնքան էի ցանկանում, որ նման բան պատահի։ Դուք լավ մարդ եք, Մարկո, Աննան հրաշալի երեխա է։ Դուք ավելի լավին եք արժանի։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար, Ֆիոնա։ Չգիտեմ, թե ինչպես հատուցեմ ձեր բարությունը։ Պարզապես լավ հոգ տարեք այս աղջկա մասին եղեք երջանիկ։ Դա ինձ համար բավարար է։ Մարկոն հրաժեշտ տվեց Աննային, ճակատին համբուրելով խոստանալով, որ կվերադառնա նրա հետից երեկոյան։ Աղջիկը ուրախությամբ ձեռքով արեց արդեն խորասուզված քաջ արքայադուստրերի մասին պատկերազարդ գրքում։ Ալյանս կրթական ընկերության շենքը գտնվում էր Երանի կենտրոնում, ապակուց պողպատից կառուցված ժամանակակից շինություն, որը հակադրվում էր շրջակա պատմական շենքերին։ Մարկոն ժամանեց նշանակված ժամից 20 րոպե շուտ, օգտվելով առիթից վերանայելու իր ինքնակենսագրականը կազմակերպելու մտքերը, ինչպես մոտենալ իր ներկա իրավիճակին։ Ընդունարանը էլեգանտ էր, մարմարե հատակով, ժամանակակից կահույքով։ Երիտասարդ ընդունարանավարուհին նրան դիմավորեց պրոֆեսիոնալ ժպիտով։ Պարոն Մարկո, հարցրեց նա։ Տնօրեն Օլիվիա Ալյանսը սպասում է։ Խնդրում եմ, հետեք ինձ։ Մարկոն աճող նյարդայնություն զգաց, միջանցքներով քայլելիս։ Օլիվիա Ալյանս, նա լսել էր նրա մասին կրթական շրջանակներում։
Նա երիտասարդ էր նման պատասխանատու պաշտոն զբաղեցնելու համար, բայց ուներ իրավասու նորարար լինելու համբավ։ Գրասենյակի դուռը բացվեց, բացահայտելով մոտ 35 տարեկան էլեգանտ կնոջ, ալիքավոր շագանակագույն մազերը հավաքված բարդ սանրվածքով, հագած անթերի կտրված մոխրագույն կոստյում։ Նրա կանաչ աչքերը արագորեն վերլուծեցին նրան, մինչ նա ձեռքը մեկնեց ողջունելու համար։ «Պարոն Մարկո, հաճելի է ձեզ ճանաչել», ասաց Օլիվիան հաստատուն, բայց բարյացակամ ձայնով։ «Խնդրում եմ, նստեք»։ Գրասենյակը ընդարձակ էր լավ կահավորված, մեծ պատուհաններով, որոնք քաղաքի համայնապատկերային տեսարան էին բացում։ Պատերին ընկերության դիպլոմներ, հավաստագրեր, ինչպես նա կրթական միջոցառումների մրցանակաբաշխությունների մի քանի լուսանկարներ։ «Շնորհակալ եմ ինձ ընդունելու համար, տիկին Ալյանս», ասաց Մարկոն, փորձելով զսպել անհանգստությունը։ «Պետք է խոստովանեմ, որ զարմացա կապից»։ Օլիվիան նստեց իր գործադիր սեղանի հետում, բայց պահպանեց բաց մատչելի կեցվածք։ «Ձեր համբավը ձեզանից առաջ է անցել, պարոն։ Գերազանցության քոլեջից ձեր վերջին հեռանալուց առաջ դուք համարվում էիք տարածաշրջանի լավագույն մասնագետներից մեկը»։ Մարկոն սրտի կսկիծ զգաց, լսելով իր նախկին դպրոցի անունը։ «Դրա մասին ես կցանկանայի պարզաբանել իմ աշխատանքից ազատման հանգամանքները»։ «Հիմա մանրամասների մեջ մտնելու կարիք չկա», մեղմորեն ընդհատեց Օլիվիան։ «Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ կարող եք առաջարկել այսուհետ»։ Հաջորդ 40 րոպեների ընթացքում նրանք զրուցեցին կրթական մեթոդոլոգիաների, Մարկոյի մշակած նախագծերի, նրա դասավանդման փիլիսոփայության մասնագիտական ձգտումների մասին։ Մարկոն զգաց, որ լավ է ընթանում, կարողանալով ցույց տալ իր իրավասությունը կրթության հանդեպ գիրքը, չնայած բարդ անձնական իրավիճակին։ «Միայն մի նուրբ հարց կա, որին պետք է անդրադառնամ», ասաց Օլիվիան, երբ պաշտոնական զրույցը կարծես ավարտին էր մոտենում։ «Մենք որոշ տեղեկություններ ենք ստացել ձեր վերջին կատարողականի մասին, որոնք մեզ անհանգստացնում են»։ Մարկոյի սիրտը թռավ։ «Ինչպիսի» տեղեկություններ։ «Հաճախակի բացակայություններ, գործընկերների հետ հարաբերությունների խնդիրներ, ձեր մասնագիտական նվիրվածության շուրջ հարցեր», Օլիվիան կարդաց մի թղթապանակից։ «Կցանկանայիք մեկնաբանել դա»։ Մարկոն մի քանի վայրկյան լռեց, մշակելով այն, ինչ նոր էր լսել։ «Հաճախակի բացակայություն»։ Նա երբեք չէր բացակայել աշխատանքից իր ողջ կարիերայի ընթացքում։ «Հարաբերությունների խնդիր»։ Նա միշտ ջերմ հարաբերություններ էր պահպանել բոլոր գործընկերների հետ։ «Տիկին Ալյանս, ես կարող եմ երաշխավորել, որ այդ տեղեկությունները լիովին կեղծ են», ասաց նա վերջապես, փորձելով ձայնը հանգիստ պահել։ «Գրեթե 10 տարվա կարիերայում ես երբեք չեմ բացակայել աշխատանքից առանց բժշկական հիմնավորման։ Եվ միշտ գերազանց հարաբերություններ եմ պահպանել գործընկերների աշակերտների հետ»։ Օլիվիան ուշադիր դիտում էր նրան, կարծես փորձում էր կարդալ բառերից այն կողմ։ «Ուրեմն որտեղից են այդ տեղեկությունները եկել»։ «Չգիտեմ», խոստովանեց Մարկոն։ «Բայց կասկածում եմ, որ դա կարող է կապ ունենալ որոշ անկանոնությունների հետ, որոնք ես հայտնաբերել էի վերջին ամիսներին, մինչ իմ աշխատանքից ազատվելը»։ «Ինչպիսի» անկանոնություններ։ Մարկոն երկմտեց։ Պետք է պատմեր իր կասկածների մասին, կապված տնօրեններ Վիկտորի Ալանի հետ։ Այն կասկածելի մատակարարումների մասին, որոնք նա նկատել էր։ Այն տարօրինակ փաստաթղթերի մասին, որոնք նա պատահաբար գտել էր։ Պահեստների խնդիրներ, կասկածելի մատակարարներ, գրանցումների որոշ անհամապատասխանություններ, զգուշորեն ասաց նա։ Ես իմ մտահոգությունները զեկուցել էի ղեկավարներին, բայց պատշաճ պատասխան չստացա։ Օլիվիան մի քանի գրառում արեց իր թղթապանակում։ «Պարոն Մարկո, ես ձեզ հետ անկեղծ կլինեմ։ Այս հակասական տեղեկությունները ինձ դնում են դժվար իրավիճակում։ Ինձ ժամանակ է պետք որոշ բաներ ստուգելու համար»։ Մարկոն հիասթափություն զգաց իր կրծքի մեջ։ Եվս մեկ դուռ էր փակվում, մեկ հնարավորություն, որը փլուզվում էր իր աչքերի առաջ։ «Հասկանում եմ», ասաց նա, ոտքի կանգնելով։ «Շնորհակալ եմ ձեր ժամանակի համար»։ «Սպասեք», ասաց Օլիվիան, նույնպես ոտքի կանգնելով։ «Ես չասացի, որ հնարավորությունը մերժված է։ Պարզապես ինձ ավելի շատ տեղեկություններ են պետք։ Կարող եմ մի քանի օրից կապ հաստատել ձեզ հետ»։ Մարկոն գլխով արեց տրամադրեց իր կոնտակտային տվյալները։ Շենքից դուրս գալիս նա իրեն հոգնած զգաց։ Նախորդ գիշեր աճած հույսը հիմա փխրուն անորոշ էր թվում։
Առավոտվա մնացած մասը նա անցկացրեց այցելելով այլ ուսումնական հաստատություններ, բայց պատասխանները միշտ նույնն էին. Ներկայումս թափուր տեղեր չունենք, կամ թողեք ձեր ինքնակենսագրականը, մենք կկապվենք, եթե ինչ-որ բան առաջանա։ Մարկոն սկսեց կասկածել, որ իր համբավը ավելի լայնորեն էր վնասվել, քան նա պատկերացրել էր։ Ճաշի ժամին նա վերադարձավ գրադարան, ստուգելու, թե ինչպես էր Աննան։ Նրան գտավ, կենտրոնացած իր նկարների վրա, շրջապատված բաց գրքերով։ «Բար, հայրիկ», ուրախությամբ ասաց նա։ «Տես, թե ինչ նկարեցի»։ Դա տանգ ունեղ նկար էր, այգիով, երկու ֆիգուրով, մեկ մեծ, մեկ փոքր, պայծառ արով երկնքում։ «Դա մեր նոր տունն է», բացատրեց Աննան։ «Երբ նոր աշխատանք գտնես»։ Մարկոն կոկորդում հանգույց զգաց։ Իր դստեր անսասան հավատը միաժամանակ ոգեշնչող էր ցավոտ։ «Շատ գեղեցիկ է, արքայադուստրս», ասաց նա, համբուրելով նրա մազերը։ «Շատ սիրով կպահեմ»։ Օրվա երկրորդ կեսին Մարկոն շարունակեց աշխատանք փնտրելը, բայց անհաջող։ Որոշ դպրոցներ նույնիսկ չընդունեցին նրան, մյուսները արագ պաշտոնական հարցազրույցներ անցկացրեցին, որոնք ակնհայտորեն պարզապես քաղաքավարություն էին։ Երբ նա վերադարձավ գրադարան երեկոյան, Ֆիոնան նրան կանչեց մասնավոր զրույցի։ «Մարկո, պետք է ինչ-որ բան պատմեմ քեզ», ցածր ձայնով ասաց նա։ «Այս առավոտ, երբ դու գնացիր, մի մարդ այստեղ էր, Աննայի մասին հարցնելով»։ «Ինչ մարդ», հարցրեց Մարկոն, անմիջապես զգոնանալով։ «Չներկայացավ։ Ասաց, որ կրթական հաստատությունից է հետազոտություն է անում խոցելի վիճակում գտնվող երեխաների մասին։ Մի քանի հարց տվեց ձեր երկուսի մասին»։ Մարկոն սարսուռ զգաց իր ողնաշարով։ «Դու որե տեղեկություն տվել ես»։ «Իհարկե ոչ։ Ասացի, որ չեմ կարող քննարկել մեր հաճախորդների անձնական տեղեկությունները։ Նա գնաց, բայց ես տարօրինակ համարեցի»։ Մարկոն շնորհակալություն հայտնեց Ֆիոնային նախազգուշացման զգուշության համար։ Եվս մեկ կտոր էր ավելանում այն շփոթված գլուխկոտրուկին, որը դարձել էր նրա կյանքը։ Ինչ-որ մեկը հետաքննում էր նրա իրավիճակը, բայց ով ինչու։ Մեքենա վերադառնալու ճանապարհին Աննան մեկնաբանեց մի գրքի մասին, որը կարդացել էր դժվարությունները միասին հաղթահարող ընտանիքների մասին։ «Պատմությունը միշտ երջանիկ ավարտ է ունենում, երբ մարդիկ օգնում են միմյանց», ասաց նա։ «Այդպես չէ, հայրիկ»։ «Այո, արքայադուստրս», պատասխանեց Մարկոն, հուսալով, որ իրական կյանքը նույնքան առատաձեռն կլինի, որքան այն հեքիաթները, որոնք իր դուստրն այդքան սիրում էր։ Այդ գիշեր, մինչ Աննան քնած էր հետի նստարանին, Մարկոն ժամերով արթուն մնաց, դիտելով կայանատեղիի սակավ շարժը։ Ս**ն չէր հայտնվել, բայց նա չէր կարողանում ազատվել այն զգացումից, որ իրեն դիտում են։ Կյանքը վերակառուցելու նրա փորձերը կարծես բախվում էին անտեսանելի խոչընդոտների, կարծես ինչ-որ մեկը միտումնավոր սաբոտաժ էր անում նրա ջանքերը։ Վաղը որոնումներիս մեկ օր կլիներ, հնարավորություն գտնելուս մեկ փորձ։ Բայց առաջին անգամ այս փորձության սկզբից ի վեր Մարկոն սկսեց մտածել, թե արդյոք նրա դեմ ուժեր էին աշխատում, որոնք դուրս էին պարզ անհաջողությունից։ Օլիվիան այդ գիշեր մինչ ուշ մնաց իր գրասենյակում, Մարկոյի թղթապանակը սեղանին տարածած։ Ինչ-որ բան անհասկանալի էր նրա ստացած հակասական տեղեկություններում։ Իր գործարար կարիերայի ընթացքում նա սովորել էր վստահել բնազդներին, Մարկոյի հետ հարցազրույցի շուրջ ինչ-որ բան անհանգստացնում էր նրան, ոչ թե նա, այլ նրա իրավիճակի շուրջ հանգամանքները։ Ուսուցիչը ցույց էր տվել ամուր գիտելիքներ, կրթության հանդեպ անկեղծ գիրք ամբողջականություն, որը երում էր յուրաքանչյուր բառում։ Նա չէր թվում անփույթ կամ խնդրահարույց մարդ, ինչպես առաջարկում էին այն զեկույցները, որոնք հասել էին նրան կրթական ոլորտի ոչ պաշտոնական ուղիներով։ Օլիվիան զանգահարեց Ագնեսին, իր ամենափորձառու մարդկային ռեսուրսների օգնականին, ով դեռ շենքում էր, ավարտելով որոշ զեկույցներ։ «Ագնես, պետք է ինձ համար զգույշ ստուգում անես», ասաց Օլիվիան, երբ օգնականը հասավ իր գրասենյակ։ «Ես ուզում եմ մանրամասն տեղեկություններ պարոն Մարկոյի մասին, ում հետ այսօր հարցազրույց անցկացրի։ Մասնավորապես, Գերազանցության քոլեջից նրա հեռանալու մասին»։ Ագնեսը, 50-ամյա մանրակրկիտ կին, տասնամյակների փորձով ոլորտում, մի քանի գրառում արեց։ «Ինչ-որ կոնկրետ բան եք փնտրում, տիկին»։ «Անհամապատասխանություններ», պատասխանեց Օլիվիան։ «Մեզ ստացած տեղեկությունները չեն համապատասխանում այն մարդու պրոֆիլին, ում այսօր հանդիպեցի։ Ես ուզում եմ իմանալ, թե ով է տրամադրել այդ բացասական տեղեկությունները ինչու»։ Մինչ Ագնեսը դուրս էր գալիս, իր հետաքննությունը սկսելու համար, Օլիվիան մոտեցավ իր գրասենյակի պատուհանին։
Քաղաքը տարածվում էր նրա առաջ, հազարավոր լույսեր բռնկելով խավարի մեջ։ Ինչ-որ տեղ դրսում Մարկոն իր դուստրը հավանաբար քնած էին մեքենայում, մի իրավիճակ, որը կտրուկ հակադրվում էր Երանի էլիտար թաղամասում գտնվող իր բնակարանի հարմարավետությանը։ Գործարար ժառանգությունը Օլիվիային շատ երիտասարդ տարիքում դրել էր իշխանության պատասխանատվության դիրքում։ 35 տարեկանում նա ղեկավարում էր տարածաշրջանի ամենամեծ կրթական ցանցերից մեկը, բայց միշտ ջանքեր էր գործադրել պահպանելու այն էթիկական արժեքները, որոնք իր ծնողները սովորեցրել էին նրան։ Տաղանդի վատնումը անարդարությունների պատճառով տառապող ընտանիքները խորապես անհանգստացնում էին նրան։ Հաջորդ օրը Օլիվիան որոշեց չհայտարարված այց կատարել գերազանցության քոլեջ։ Որպես տարածաշրջանային կրթական համայնքի մաս, նրա ներկայությունը անմիջապես կասկածներ չէր առաջացնի։ Պաշտոնապես նա այնտեղ էր, քննարկելու կրթական նախագծերի գործընկերությունը։ Տնօրեն Վիկտոր Մյուլլերը նրան դիմավորեց չափազանց քաղաքավարությամբ, որը բնորոշ է նրանց, ովքեր ցանկանում են լավ տպավորություն թողնել։ Նա 40 տարեկանից մի փոքր ավելի տղամարդ էր, խնամված մազերով թանկարժեք կոստյումով, բայց նրա աչքերում ինչ-որ բան կար, որը Օլիվիան չէր կարողանում լիովին վերծանել։ Տիկին Ալյանս, ինչպիսի պատիվ է ձեզ ընդունել մեր հաստատությունում, ասաց Վիկտորը ժպիտով, որը չէր հասնում իր աչքերին։ Ինչով կարող եմ օգնել ձեզ։ Ես հետաքրքրված եմ ավելի լավ ծանոթանալու այստեղ կիրառվող կրթական մեթոդներին, պատասխանեց Օլիվիան։ Շատ լավ եմ լսել ձեր աշխատանքի մասին։ Դպրոցի շրջագայության ընթացքում Օլիվիան ուշադիր դիտում էր յուրաքանչյուր մանրուք։ Ենթակառուցվածքը տպավորիչ էր, դասասենյակները լավ սարքավորված, աշակերտները կարծես ներգրավված էին։ Բայց աշխատակիցների մեջ նուրբ լարվածություն կար, որը նա կարող էր զգալ, խուսափող հայացքներ, զրույցներ, որոնք դադարում էին, երբ նա մոտենում էր։ Կցանկանայի ծանոթանալ ձեր մանկավարժական կազմին, ասաց Օլիվիան, երբ նրանք հասան ուսուցիչների սենյակ։ Իհարկե, պատասխանեց Վիկտորը, բայց նա նկատեց մի պահի երկմտանք։ Ցավոք սրտի, մենք վերջերս որոշ փոփոխություններ ենք ունեցել անձնակազմում։ Որոշ ուսուցիչներ չեն համապատասխանել հաստատության նոր ուղեցույցներին։ Ինչպիսի փոփոխություններ։ Մեթոդների արդիականացում, գործառնական արդյունավետության բարձրացում, որակի նոր չափանիշներին համապատասխանեցում, Վիկտորը արագ էր խոսում, կարծես մարզված պատասխան էր արտասանում։ Երբեմն անհրաժեշտ է ցավոտ կրճատումներ անել հաստատության բարօրության համար։ Օլիվիային ներկայացրեցին Ալան Սալլենին, մանկավարժական համակարգողին, մի մարդ, ով Վիկտորից ավելի երիտասարդ էր, նյարդային տեսքով ուղիղ աչքի կոնտակտից խուսափելու հակումով։ Զրույցի ընթացքում նա պատահաբար նշեց, որ ճանաչում է տարածաշրջանի որոշ ուսուցիչների։ Դուք ճանաչում եք Մարկոին։ Ֆիզիկական կրթության ուսուցիչ։ Լսել եմ, որ նա այստեղ է աշխատել։ Արձագանքը անմիջական էր բացահայտող։ Վիկտորը Ալանը արագ, բայց նշանակալի հայացքներ փոխանակեցին, մինչ Վիկտորը պատասխանեց։ Մարկո այո, նա այստեղ է աշխատել, զգուշորեն ասաց Վիկտորը։ Ցավոք սրտի, մենք լուրջ խնդիրներ ունեցանք նրա կատարողականի հետ։ Մշտական բացակայություններ, հարաբերությունների խնդիրներ, նրա նվիրվածության շուրջ հարցեր։ Ինչպիսի ցավ, ասաց Օլիվիան, դիտելով երկուսի մարմնի լեզուն։ Նա նախկինում լավ համբավ ուներ։ Երբեմն մարդիկ փոխվում են, արագորեն միջամտեց Ալանը։ Անձնական խնդիրները կարող են ազդել մասնագիտական կատարողականի վրա։ Օլիվիանս մի քանի պատահական հարցեր տվեց, նկատեց, թե ինչպես էին երկու տղամարդիկ աստիճանաբար ավելի անհարմար զգում։ Երբ նա նշեց, որ մտածում է կապ հաստատել որոշ նախկին աշխատակիցների հետ, իր ընկերությունում հնարավոր հնարավորությունների համար, Վիկտորը կտրուկ էր։ Չէի խորհուրդ տա Մարկոին աշխատանքի ընդունել, տիկին Ալյանս։ Դա անտեղի ռիսկ կլիներ ձեր հաստատության համար։ Այցն ավարտելիս Օլիվիան ավելի շատ հարցեր ուներ, քան պատասխաններ, բայց մի բան պարզ էր։ Վիկտորի Ալանի, Մարկոյի մասին խոսելուց ի մեջ ինչ-որ միտումնավոր համակարգված բան կար։ Նրանց պատասխանները չափազանց մարզված էին թվում, չափազանց պաշտպանական։ Վերադառնալով իր գրասենյակ, նա գտավ Ագնեսին, սպասելիս անհանգիստ արտահայտությամբ։ Տիկին, պետք է տեսնեք սա, ասաց Ագնեսը, մեկնելով մի թղթապանակ։ Ես որոշ տեղեկություններ ստացա պարոն Մարկոյի մասին, շատ տարօրինակ բաներ կան։ Օլիվիան բացեց թղթապանակը, սկսեց կարդալ։ Մարկոյի աշխատանքից ազատվելու պաշտոնական փաստաթղթերը ցույց էին տալիս բացասական գնահատականներ, բացակայությունների գրանցումներ, ծնողների ու աշակերտների բողոքներ։
Բայց Ագնեսը կարողացել էր ավելի խորը գնալ։ Ես ոչ պաշտոնական զրուցեցի գերազանցության քոլեջի մաքրուհիներից քարտուղարներից մի քանիսի հետ, բացատրեց Ագնեսը։ Մարդիկ, ովքեր այնտեղ աշխատում են տարիներ շարունակ լավ էին ճանաչում պարոն Մարկոյին։ Եվ ինչ ասացին նրանք, որ նա դպրոցի ամենանվիրված աշխատակիցներից մեկն էր։ Երբեք չէր բացակայում, միշտ շուտ էր գալիս, մինչ ուշ էր մնում, աշակերտների համար հատուկ միջոցառումներ պատրաստելով։ Ծնողները սիրում էին նրա աշխատանքը, նա գերազանց հարաբերություններ ուներ ամբողջ դպրոցական համայնքի հետ։ Օլիվիան զայրույթ զգաց իր կրծքի մեջ։ Ուրեմն այդ զեկույցները կեղծված են, ակնհայտորեն, հաստատեց Ագնեսը։ Եվ ավելին կա։ Աշխատակիցներից մեկը նշեց, որ Մարկոն դպրոցի մատակարարումներում որոշ խնդիրներ էր հայտնաբերել։ Գերգնահատված սարքավորումներ, ուրվական ընկերություններ, նյութեր, որոնք հասնում էին ավելի քիչ քանակով, քան գրանցված էր փաստաթղթերում։ Նա բողոքել է դրա մասին։ Փորձել է։ Մի քանի անգամ իր մտահոգությունները հասցրել է ղեկավարությանը։ Աշխատակիցն ասել է, որ նա շատ անհանգիստ էր թվում աշխատանքից ազատվելուց առաջին շաբաթներին, կարծես ինչ-որ լուրջ բան էր հայտնաբերել։ Օլիվիան փակեց թղթապանակը, մոտեցավ պատուհանին։ Գլուխկոտրուկը ձավորվում էր նրա մտքում, ի հայտ եկող պատկերը անհանգստացնող էր։ Մարկոն չէր ազատվել աշխատանքից վատ կատարողականի պատճառով, նրան լռեցրել էին, հայտնաբերելով անկանոնություններ, որոնք կարող էին վնասել ազդեցիկ մարդկանց։ Ագնես, պետք է ինձ համար մի քանի ստուգում անես, ասաց Օլիվիան, շրջվելով դեպի իր օգնականը։ Զգույշ։ Ես ուզում եմ տեղեկություններ Վիկտոր Մյուլլերի Ալան Սալլենի մասին։ Ֆինանսական պատմություն, ապրելակերպ, ամեն ինչ, ինչը կարող է ցույց տալ եկամուտ, բացի մանկավարժների նորմալ աշխատավարձից։ Դուք ինչ-որ կոնկրետ բանից կասկածում եք։ Կասկածում եմ, որ Մարկոն կոռուպցիոն սխեմա է հայտնաբերել, դրա համար է պատժվել։ Եվ եթե ես ճիշտ եմ, նա իր դուստրը վճարում են ճիշտ բան անելու փորձի գինը։ Այդ գիշեր Օլիվիան այլս ոչինչի վրա չկարողացավ կենտրոնանալ։ Մարկոյի իր դստեր պատկերը բենզալցակայանում դրոշմվել էր նրա մտքում այն առաջին օրվանից, երբ նրանց տեսել էր։ Այն ժամանակ նա չգիտեր, թե ովքեր էին նրանք, բայց տեսարանի մեջ ինչ-որ բան խորապես հուզել էր նրան։ Հիմա, իմանալով այդ պատկերի ետում թաքնված պատմությունը, նա իրեն պատասխանատու էր զգում անարդարության համար, որը թույլ էր տվել իր սեփական անտեսումը։ Որպես տարածաշրջանային կրթական ոլորտի ղեկավար, նա պետք է ավելի ուշադիր լիներ գործընկեր հաստատություններում կոռուպցիայի նշաններին։ Հանգստյան օրերին Օլիվիան որոշեց իր սեփական հետաքննությունն անցկացնել։ Նա հագավ ամենօրյա հագուստ այցելեց մի քանի վայրեր, որտեղ Մարկոն Աննան կարող էին լինել։ Նա վստահ չէր, թե ինչ էր փնտրում, բայց զգում էր նրանց իրավիճակը ավելի լավ հասկանալու անհրաժեշտություն։ Նրանց գտավ կենտրոնական գրադարանում։ Աննան նստած էր փոքրիկ սեղանի մոտ, շրջապատված գրքերով, գունեղ նկարներ անելով։ Մարկոն ցածր ձայնով խոսում էր գրադարանավարուհու հետ, շնորհակալություն հայտնելով նրան բարության համար։ Օլիվիան դիտում էր հեռվից, թաքնված գրքերի դարակների միջ։ Աղջիկը ճառագում էր վարակիչ ուրախություն, չնայած դժվար հանգամանքներին։ Նրա նկարները ցույց էին տալիս այգիներով տներ, երջանիկ ընտանիքներ, երջանիկ ավարտներ, բնորոշ այն հեքիաթներին, որոնք նա կարդում էր։ Մարկոն իր հերթին ցույց էր տալիս անվերջ համբերություն, քնքշություն իր դստեր նկատմամբ, նույնիսկ եթե ակնհայտ էր, որ նա մեծ սթրեսի տակ էր։ Հայրիկ, երբ ենք ունենալու մեր նոր տունը, Օլիվիան լսեց, թե ինչպես է Աննան հարցնում, երբ Մարկոն նստեց նրա կողքին։ Շուտով, արքայադուստրս։ Հայրիկը դրա վրա է աշխատում ամեն օր։ Պատասխանը, որը տրվել էր այնպիսի համոզմունքով, որը Մարկոն ակնհայտորեն չէր զգում, կոտրեց Օլիվիայի սիրտը։ Այդ մարդը պայքարում էր ուժերի դեմ, որոնք նա նույնիսկ լիովին չէր հասկանում, պահպանելով իր դստեր հույսը կենդանի, մինչ իր սեփականը քանդվում էր ամեն օր։ Հաջորդ երկուշաբթի Ագնեսը տեղեկություններ բերեց, որոնք հաստատեցին Օլիվիայի ամենավատ կասկածները։ Վիկտոր Մյուլլերը վերջին 2 տարիների ընթացքում գնել էր շքեղ մեքենա ամառանոց, ներդրումներ, որոնք անհամատեղելի էին տնօրենի աշխատավարձի հետ։ Ալան Սալլենը մի քանի թանկարժեք ուղղորդություններ էր կատարել արտերկիր, միշտ հիմնավորված որպես կրթական համաժողովներ, որոնք ոչ ոք չէր կարող ստուգել։ Եվ ավելին կա, ասաց Ագնեսը, հանձնելով փաստաթղթերից մեկ հավաքածու։ Ես գտա վճարումների գրանցումներ մատակարարող ընկերություններին, որոնք պաշտոնապես գոյություն չունեն։
Հասցեները դատարկ հողատարածքներ են կամ արտրային շենքեր, որոնք երբեք չեն ունեցել այդ ընկերությունները գրանցված։ Օլիվիան ուշադիր ուսումնասիրեց փաստաթղթերը։ Սխեման բարդ էր, բայց անհայտ չէր նրանց համար, ովքեր գիտեին, թե որտեղ փնտրել։ Մարկոն իր դպրոցում ունեցած դիրքով գործառնական մանրամասների նկատմամբ ուշադրությամբ պատահաբար հայտնվել էր կոռուպցիայի այս ցանցում։ Եվ իր բողոքները հետաքննելու փոխարեն, պատասխանատուները ընտրել էին վերացնել բողոքողին։ «Ագնես, ինձ մի բան է պետք», ասաց Օլիվիան վերջապես։ «Ես ուզում եմ Մարկոյի իր դստեր ներկա բնակության հասցեն»։ Ագնեսը երկմտեց։ «Տիկին, նրանք հաստատուն հասցե չունեն։ Նրանք մեքենայում են ապրում»։ Տեղեկությունը, թե սպասված էր, Օլիվիային հարվածեց որպես բռունցք։ 7-ամյա երեխա, ով քնած էր մեքենայում, մինչ նրա իրավիճակի պատասխանատուները վայելում էին շքեղություններ, գնված կրթությունից գողացված գումարով։ «Գտեք, թե որտեղ են նրանք», ասաց Օլիվիան, նրա ձայնը լի վճռականությամբ։ «Պետք է խոսեմ Մարկոյի հետ։ Ժամանակն է արդարություն հաստատել»։ Ագնեսը կարողացավ գտնել Մարկոյին գրադարանավարուհի Ֆիոնայի միջոցով, ով դժկամորեն տեղեկություններ տրամադրեց այն մասին, թե որտեղ էր նա սովորաբար գիշերում Աննայի հետ։ Դա հեռու կայանատեղի էր, լքված փոքր արթրի կենտրոնի հետում, որտեղ որոշ անօթաններ ժամանակավոր ապաստաններ էին ստեղծել։ Օլիվիան ժամանեց վայրը երեկոյան, վարելով իր սեփական մեքենան, զուսպ սեդան, կորպորատիվ SUV փոխարեն, որը նա սովորաբար օգտագործում էր։ Նա ցանկանում էր հնարավորինս քիչ սպառնալից թվալ այս զրույցի համար, որը կարող էր ամեն ինչ փոխել։ Նա գտավ Մարկոյի մեքենան կայանված ամենահեռու անկյունում, ծառի տակ, որը որոշակի գաղտնիություն էր ապահովում։ Դիմապակու միջով նա կարողացավ տեսնել Աննային հետի նստարանին, լուր խաղալիս իր փափուկ նապաստակի հետ, մինչ Մարկոն նստած էր դրսում, մեքենայի կողքին հենված, նայելով ոչ մի տեղ, խորը հոգնածության արտահայտությամբ։ Օլիվիան խորը շունչ քաշեց, դանդաղ մոտեցավ, չցանկանալով վախեցնել նրանց։ Երբ Մարկոն տեսավ նրան, նրա արտահայտությունը անմիջապես փոխվեց զգոնության անվստահության։ «Տիկին Ալյանս», ասաց նա, արագ ոտքի կանգնելով։ «Ինչ եք անում այստեղ»։ Աննան, հետաքրքրված տարօրինակ ձայնից, պատուհանից նայեց։ Նրա մեծ ու արտահայտիչ աչքերը դիտում էին Օլիվիային երեխաներին բնորոշ անկեղծությամբ։ «Պետք է խոսեմ ձեզ հետ, Մարկո», մեղմորեն ասաց Օլիվիան։ «Դա ձեր նախկին դպրոցի որոշ բաների մասին է, որոնք ես հայտնաբերեցի»։ Մարկոն պաշտպանականորեն խաչեց ձեռքերը։ «Եթե եկել եք ասելու, որ չեք կարողանա ինձ աշխատանքի ընդունել բացասական զեկույցների պատճառով, կարող եք խնայել ձեր ժամանակը։ Ես դա շատ անգամ եմ լսել»։ «Դա այդպես չէ», պատասխանեց Օլիվիան, իր պայուսակից թղթապանակ հանելով։ «Իրականում, ես եկել եմ ներողություն խնդրելու և բացատրելու որոշ բաներ, որոնք դուք իրավունք ունեք իմանալ»։ Մարկոյի արտահայտությունը պաշտպանականից փոխվեց շփոթվածի։ «Ներողություն։ Ինչո՞վ»։ «Կարո՞ղ եմ նստել», հարցրեց Օլիվիան, ցույց տալով մեքենայի մոտ գտնվող փոքրիկ նստարանը։ «Դա երկար զրույց է»։ Մարկոն մի պահ երկմտեց, ապա գլխով արեց։ Աննան դուրս եկավ մեքենայից, կանգնեց հոր կողքին, իր փոքրիկ ձեռքը բռնելով նրա ձեռքից, կարծես ցանկանալով պաշտպանել նրան։ Մարկո, սկսեց Օլիվիան, բացելով թղթապանակը, գերազանցության քոլեջում ձեր աշխատանքի մասին բացասական զեկույցները կեղծ են։ Ամբողջովին կեղծված։ Ինչ, Մարկոն անշարժացավ, կարծես վստահ չէր, որ ճիշտ է լսել։ Դուք բարդ դավադրության զոհ եք դարձել, շարունակեց Օլիվիան, ցույց տալով նրան այն փաստաթղթերը, որոնք Ագնեսը հավաքել էր։ Վիկտոր Մյուլլերը, Ալան Սալլենը փոփոխել են ձեր գրանցումները, հորինել բացակայություններ, որոնք դուք երբեք չեք կատարել, ստեղծել բողոքներ, որոնք երբեք գոյություն չեն ունեցել։ Մարկոն վերցրեց թղթերը դողդոջուն ձեռքերով, նրա աչքերը արագորեն շրջում էին բովանդակությունը։ Աննան, զգալով հոր լարվածությունը, ավելի մոտեցավ նրան։ «Հայրիկ, ի՞նչ է», հարցրեց աղջիկը իր քաղցր ձայնով։ «Դեռ չգիտեմ, արքայադուստրս», պատասխանեց Մարկոն, նրա ձայնը հուզմունքից խռպոտ էր։ «Բայց կարծում եմ, որ մենք վերջապես ճշմարտությունն ենք բացահայտում»։ Օլիվիան շարունակեց բացատրել իր հայտնագործությունները, կոռուպցիոն սխեման, ուրվական մատակարարները, շեղված գումարը։ Թե ինչպես Մարկոն անզգուշորեն հայտնաբերել էր անկանոնությունները, թե ինչպես իր բողոքները հետաքննելու փոխարեն, մեղավորները որոշել էին վերացնել նրան։
Նրանք ավերեցին իմ կյանքը գողության սխեման պաշտպանելու համար, ասաց Մարկոն վերջապես, նրա ձայնում խառնված էին զայրույթը թեթացումը։ Իմ դուստրը շաբաթներով քնած էր մեքենայում, որովհետև ես փորձել էի ճիշտ բան անել։ Աննան, չհասկանալով մեծահասակների զրույցը լիովին, բայց զգալով պահի հույզը, գրկեց հոր ոտքը։ Հայրիկ, դու սխալ բան չես արել, չէ՞։ Մարկոն ծնկի իջավ դստեր կողքին, արցունքները հոսում էին նրա դեմքով։ Ոչ, արքայադուստրս։ Հայրիկը սխալ բան չի արել։ Երբեմն վատ մարդիկ վատ բաներ են անում լավ մարդկանց հետ, բայց ճշմարտությունը միշտ ի հայտ է գալիս վերջում։ Օլիվիան դիտում էր տեսարանը սրտի կսկիծով։ Այդ անմեղ աղջիկը անցել էր փորձություններով, որոնք ոչ մի երեխա չպետք է հանդիպեր, ամեն ինչ ագահության վախկոտության պատճառով, տղամարդկանց, ովքեր պետք է պաշտպանեին կրթությունը, ոչ թե շահագործեին այն։ Մարկո, մեղմորեն ասաց Օլիվիան, ես ուզում եմ ավելին անել, քան պարզապես ճշմարտությունը բացահայտել։ Ես ուզում եմ շտկել այս անարդարությունը։ Ինչպե՞ս, հարցրեց Մարկոն, աչքերը սրբելով։ Նախ, ես հրապարակայնորեն կբացահայտեմ Վիկտորին Ալանին։ Ես բավականաչափ ապացույցներ ունեմ, ոչնչացնելու նրանց կարիերաները հնարավոր է հանգեցնելու քրեական մեղադրանքների։ Երկրորդ, ես ուզում եմ ձեզ պաշտոն առաջարկել իմ ընկերությունում, ոչ թե բարեգործությունից ելնելով, այլ այն պատճառով, որ դուք հենց այնպիսի մասնագետ եք, ինչպիսին ինձ պետք է։ Մարկոն երկար լռեց, մշակելով այն ամենը, ինչ լսել էր։ Աննան խաղում էր թղթապանակի թղթերի հետ, հմայված գրիչների գույներով, որոնք Օլիվիան օգտագործել էր կարևոր տեղեկություններ նշելու համար։ Ինչու եք դա անում, հարցրեց Մարկոն վերջապես։ Դուք նույնիսկ ինձ չեք ճանաչում։ Օլիվիան երկմտեց, պատասխանելուց առաջ, փորձելով գտնել ճիշտ բառերը։ Որովհետև ես ձեզ տեսա բենզալցակայանում մի քանի շաբաթ առաջ։ Այն ժամանակ չգիտեիք, թե ովքեր էիք, բայց պատկերի մեջ ինչ-որ բան այնպես, ինչպես դուք պաշտպանում էիք Աննային, ինչպես նա վստահում էր ձեզ, չնայած ամեն ինչին դա ինձ վրա տպավորություն թողեց։ Դուք մեզ նախկինում տեսել եք։ Այո։ Եվ ես չկարողացա մոռանալ։ Երբ դուք եկաք հարցազրույցի, ես սկսեցի հետաքննել ձեր իրավիճակը, հասկացա, որ ճակատագիրը ինձ հնարավորություն էր տվել փոփոխություն մտցնել։ Սարսափելի անարդարությունը շտկելու։ Աննան, կարծես զգալով, որ ուշադրություն չի դարձնում զրույցին, մոտեցավ Օլիվիային, երեխային բնորոշ բնական հետաքրքրությամբ։ Դուք երեխաներ ունեք, անմեղորեն հարցրեց Աննան։ Ոչ, չունեմ, պատասխանեց Օլիվիան, մեղմորեն ժպտալով։ Ուրեմն ինչու եք ուզում օգնել մեզ։ Երեխայի պարզ հարցը հարվածեց հարցի էությանը այնպես, որ բոլոր մեծահասակների բացատրությունները չէին կարողանում։ Օլիվիան ծնկի իջավ Աննայի մակարդակին, պատասխանելուց առաջ։ Որովհետև երբեմն, երբ տեսնում ենք, որ լավ մարդիկ դժվար պահեր են ապրում, պետք է օգնենք։ Այդպես է աշխարհը դառնում ավելի լավ վայր։ Աննան լրջորեն գլխով արեց, կարծես պատասխանը նրա համար լիովին իմաստ ուներ։ Իմ հայրիկը միշտ է դա ասում, որ պետք է օգնենք նրանց, ովքեր կարիք ունեն։ Ձեր հայրիկը շատ իմաստուն մարդ է, ասաց Օլիվիան, նայելով Մարկոին։ Մարկոն ճնշված էր հույզերից։ Շաբաթներ շարունակ նա բախվել էր մերժումից մերժման, նվաստացումից նվաստացման։ Նա սկսել էր կասկածել իր սեփական մտքի առողջությանը, մտածել, թե արդյոք իրականում պատկերացրել էր այն ամբողջ նվիրումը, որը կարծում էր, որ ունեցել է իր կարիերայում։ Չգիտեմ, թե ինչ ասել, խոստովանեց Մարկոն։ Կարծում էի, որ խելագարվում եմ։ Որ գուցե իրականում սարսափելի ուսուցիչ չէի նկատել։ Դուք գերազանց ուսուցիչ եք, Մարկո։ Մարդիկ, ում հետ խոսեցի դպրոցում, դա շատ պարզ դարձրեցին։ Վիկտորը Ալանը կարողացան ձեզ ժամանակավորապես լռեցնել, բայց չկարողացան ջնջել ճշմարտությունը։ Օլիվիան բացեց երկրորդ, ավելի փոքր թղթապանակը։ Այստեղ իմ ընկերության համար նախնական աշխատանքային պայմանագիր ունեմ։ Աշխատավարձը ավելի բարձր է, քան դուք ստանում եք գերազանցությունում, ես ներառել եմ բոնուս, մասամբ փոխհատուցելու այն ամիսների համար, որոնք դուք դժվարությունների մեջ եք անցկացրել։ Մարկոն վերցրեց փաստաթուղթը, բայց չկարողացավ կենտրոնանալ բառերի վրա, իր տեսողությունը մշուշող արցունքների պատճառով։ Սա իրական է։ Իրական է։ Եվ ավելին կա։ Ես գիտեմ մի հասանելի բնակարան, լավ տեղակայված, Աննայի համար գերազանց դպրոցի մոտ։ Դա բարեգործություն չէ, դա ձեր կրած անարդարության փոխհատուցման փաթեթի մաս է։ Աննան, ով աճող ուշադրությամբ լսում էր զրույցը, հանկարծ հասկացավ, թե ինչ էր կատարվում։
Հայրիկ, տիկինը ասում է, որ մենք իրական տուն կունենանք։ Կարծում եմ, այո, արքայադուստրս, ասաց Մարկոն, նրա ձայնը հուզմունքից խեղդված էր։ Աննան ուրախության բացականչություն արձակեց վազեց գրկելու Օլիվիային, ով զարմացավ, բայց պատասխանեց աղջկա ջերմ գրկախառնությանը։ Շնորհակալ եմ, կրկնում էր Աննան։ Շնորհակալ եմ իմ հայրիկին օգնելու համար։ Օլիվիան արցունքներ զգաց իր աչքերում։ Իր ողջ մասնագիտական ֆինանսական հաջողության համար նա երբեք նման մաքուր բավարարվածություն չէր զգացել, ինչպես այս մաքուր բավարարվածությունը, որը տրամադրում էր երախտապարտ երեխայի անկեղծ գրկախառնությունը։ Միայն մի պայման կա, ասաց Օլիվիան, երբ Աննան վերջապես բաց թողեց նրան։ Մարկոն անմիջապես լարվեց։ Որը։ Որ դուք թույլ տաք ինձ լինել ձեր կյանքի մաս։ Ես սեփական ընտանիք չունեմ, լավ, կարծում եմ, որ բոլորս կարող ենք օգուտ քաղել իսկական ընկերությունից։ Մարկոն նայեց Աննային, ով եռանդուն գլխով արեց, ապա նորից Օլիվիային։ Կարծում եմ, որ կարող ենք ընդունել այդ պայմանը։ Այդ գիշեր Օլիվիան օգնեց Մարկոյին Աննային վերջին անգամ դուրս գալ կայանատեղիից։ Նրանք գնացին համեստ հյուրանոց, որտեղ ժամանակավորապես կմնային, մինչ նոր բնակարան տեղափոխվելու հարցերը կկարգավորվեին։ Մինչ Աննան լոգանք էր ընդունում հյուրանոցի լոգարանում, շաբաթներ շարունակ իր առաջին լոգանքը իրական լոգարանում, Մարկոն նստեց մահճակալին շուրջը նայեց սենյակին, մաքուր թեթացման արտահայտությամբ։ Դեռ չեմ հավատում, որ սա կատարվում է, ասաց նա Օլիվիային, ով փոքրիկ սեղանի վրա փաստաթղթեր էր դասավորում։ Հավատացեք։ Եվ Մարկո։ Ցավում եմ այն ամենի համար, ինչով անցաք։ Որ այդքան երկար տեց ճշմարտությունը բացահայտելը։ Դուք մեղավոր չեք։ Իրականում դուք առաջին մարդն եք, ով բավականաչափ մտահոգվեց, հետաքննելու արտաքին տեսքից այն կողմ։ Աննան դուրս եկավ լոգարանից, հագած հյուրանոցի փափուկ խալաթը, նրա թաց մազերը փայլում էին լույսերի տակ։ Հայրիկ, կարող եմ հեռուստացույցը միացնել։ Այնքան ժամանակ է անցել։ Իհարկե, արքայադուստրս։ Կարող ես ընտրել ցանկացած ալիք։ Մինչ Աննան ոգորված ուսումնասիրում էր հասանելի ալիքները, Մարկոն Օլիվիան դուրս եկան միջանցք, ավելի մասնավոր զրուցելու համար։ Ինչ կպատահի Վիկտորի Ալանի հետ, հարցրեց Մարկոն։ Ես արդեն պատրաստում եմ նրանց բացահայտումը։ Ես բավականաչափ ապացույցներ ունեմ, ոչնչացնելու նրանց կարիերաները հնարավոր է հանգեցնելու պաշտոնական մեղադրանքների։ Նրանք կվճարեն այն ամենի համար, ինչ արել են ձեզ ձեր ընտանիքին։ Մարկոն գլխով արեց, զգալով արդարության կարեկցանքի խառնուրդ։ Նույնիսկ այն ամենից հետո, ինչ նա տառապել էր, նա չէր կարողանում իրական ատելություն զգալ այն մարդկանց նկատմամբ, ովքեր ավերել էին իր կյանքը։ Նա պարզապես թեթացած էր, որ ճշմարտությունը վերջապես բացահայտվել էր։ Օլիվիա, մեղմորեն ասաց նա, շնորհակալ եմ։ Ոչ միայն աշխատանքի բնակարանի համար, այլ ինձ հավատալու համար, երբ ոչ ոք չէր հավատում։ Շնորհակալ եմ, որ թույլ տվեցիք ինձ լինել լուծման մաս, պատասխանեց նա։ Կարծում եմ, որ բոլորս էլ նոր սկիզբի կարիք ունենք։ Վիկտոր Մյուլլերի Ալան Սալլենի բացահայտումը տեղի ունեցավ ավելի դրամատիկ կերպով, քան Օլիվիան նախատեսել էր։ Կայանատեղիում կայացած զրույցից հետո հաջորդ առավոտ նա Ագնեսից շտապ զանգ ստացավ։ Տիկին, խնդիր ունենք, ասաց օգնականը, նրա ձայնը լարված էր։ Վիկտոր Մյուլլերը հայտնաբերել է, որ մենք հետաքննում ենք։ Ինչ-որ մեկը տեղեկություններ է արտահոսել։ Օլիվիան ստամոքսի գծկում զգաց։ Ինչպես գիտեք։ Նա անմիջապես զանգահարել է մեր գրասենյակ 1 ժամ առաջ, քողարկված սպառնալիքներ անելով։ Ասել է, որ կրթության հարգված մասնագետներին վարկաբեկելուց ցանկացած փորձ կհանգեցնի դատական գործընթացների։ Նա փորձում է մեզ վախեցնել, արագ վերլուծեց Օլիվիան։ Սա նշանակում է, որ նա գիտի, որ մենք մոտ ենք ճշմարտությանը։ Մենք պետք է արագացնենք մեր ժամանակացույցը։ Օլիվիան չեղարկեց օրվա բոլոր պարտավորությունները, հանդիպեց իր իրավաբանական թիմի հետ։ Ժամերի ընթացքում նա կազմակերպեց մամուլի ասուլիս, որը պետք է տեղի ունենար երեկոյան։ Նա այլևս չէր կարող իրեն թույլ տալ զգույշ հետաքննություն, Վիկտորը Ալանը կարող էին հենց հիմա ապացույցներ ոչնչացնել։ Մինչդեռ Մարկոն Աննան հյուրանոցում իրենց առաջին առավոտն էին անցկացնում, ուսումնասիրելով այն հիմնական հարմարությունները, որոնք կորցրել էին առատ տաք ջրով ցնցուղ, հեռուստացույց, հարմարավետ մահճակալ, նախաճաշ իրական սեղանի շուրջ։ Հայրիկ, կարող ենք ուտելիք պատվիրել մենյուից հարցրեց Աննան, պայծառ աչքերով թերթելով սենյակի սպասարկման մենյուն։
Կարող ես ընտրել, ինչ ուզում ես, արքայադուստրս, ասաց Մարկոն, դեռս մշակելով իրենց հանգամանքների արմատական փոփոխությունը։ Այսօր հատուկ օր է։ Երբ Օլիվիան զանգահարեց, տեղեկացնելու նրան մամուլի ասուլիսի մասին, Մարկոն անհանգստության սպասումի խառնուրդ զգաց։ Վերջապես, նրա պատմության տարբերակը հրապարակայնորեն կպատմվեր։ Դուք պարտադիր չէ, որ ներկա լինեք, եթե չեք ուզում, ասաց Օլիվիան։ Ես կարող եմ ներկայացնել բոլոր ապացույցները, առանց ձեզ բացահայտելու։ Ոչ, հաստատորեն պատասխանեց Մարկոն։ Ես ուզում եմ այնտեղ լինել։ Ես ուզում եմ, որ մարդիկ տեսնեն իմ դեմքը, երբ դուք բացահայտեք ճշմարտությունը։ Մամուլի ասուլիսը նշանակված էր երեկոյան ժամը 4-ին, Ալյանս կրթական ընկերության գլխավոր դահլիճում։ Օլիվիան հրավիրել էր տարածաշրջանի հիմնական լրատվամիջոցներին, շեշտելով, որ կբացահայտվի կրթական ոլորտում զգալի կոռուպցիոն սխեմա։ Մարկոն կորպորատիվ շենք ժամանեց միջոցառումից 2 ժամ առաջ, Աննայի ուղեկցությամբ, ով հագած էր այն քիչ լավ զգեստներից մեկը, որոնք նրանք հասցրել էին փրկել բնակարանից։ Ֆիոնան առաջարկել էր հոգ տանել աղջկա մասին ասուլիսի ընթացքում, բայց Աննան պնդել էր, որ ցանկանում է ուղեկցել հորը։ Նա կարող է մնալ իմ գրասենյակում, հեռուստացույց դիտելով, առաջարկեց Օլիվիան։ Այդպես նա մոտ կլինի, բայց ուղղակիորեն մամուլին չի բացահայտվի։ Մինչ Աննան տեղավորվում էր Օլիվիայի գրասենյակում, մի քանի նոր գրքերով նկարելու թղթով, Մարկոն Օլիվիան վերանայեցին հիմնական կետերը, որոնք պետք է ներկայացվեին։ Ապացույցները կազմակերպված էին անհերքելի, կեղծված փաստաթղթեր, բանկային գրանցումներ, ձայնագրություններ, որոնք Ագնեսը ստացել էր անանուն վկայելու պատրաստակամ աշխատակիցներից։ Նյարդայնացած եք, հարցրեց Օլիվիան, նկատելով, թե ինչպես էր Մարկոն անընդհատ կարգավորում իր փողկապը։ Սարսափած, խոստովանեց նա։ Բայց նա թեթացած։ Վերջապես կարող եմ հրապարակայնորեն ասել ճշմարտությունը։ Դահլիճը արագորեն լցվեց լրագրողներով, հետաքրքրասեր մանկավարժներով, այլ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներով։ Օլիվիան բարձրացավ ամբիոն, այն վստահությամբ, որը նրան տվել էր իր գործարար փորձը, բայց նա արդարության համար պայքարողի կրքով։ Տիկնայք պարոնայք, սկսեց նա, ես այստեղ եմ այսօր, բացահայտելու մի կոռուպցիոն սխեմա, որը պղծել է մեր կրթական համայնքը ավերել նվիրված ուսուցչի նրա դստեր կյանքը։ Հաջորդ 40 րոպեների ընթացքում Օլիվիան մեթոդաբար ներկայացրեց բոլոր ապացույցները։ Նա ցույց տվեց կեղծված փաստաթղթերը, որոնք օգտագործվել էին Մարկոյի աշխատանքից ազատումը հիմնավորելու համար, բանկային գրանցումները, որոնք բացահայտում էին Վիկտորի Ալանի անբացատրելի հարստացումը, կապերը ուրվական ընկերությունների հետ, որոնք շեղել էին կրթության համար նախատեսված հազարավոր դրամներ։ Պարոն Մարկո, ասաց Օլիվիան, ազդանշան տալով, որ նա միանա իրեն ամբիոնում, չի ազատվել աշխատանքից ցածր կատարողականի պատճառով։ Նրան լրացրել էին, որովհետև նա հայտնաբերել էր անկանոնություններ, որոնք սպառնում էին շահութաբեր կոռուպցիոն սխեմային։ Մարկոն մոտեցավ խոսափողին դողդոջուն ձեռքերով։ Դահլիճում բացարձակ լռություն էր։ Գրեթե 10 տարի, սկսեց Մարկոն, նրա ձայնը ուժ էր հավաքում յուրաքանչյուր բառով, ես իմ կյանքը նվիրեցի կրթությանը։ Երբեք չեմ բացակայել աշխատանքից ոչ մի օր։ Միշտ իմ աշակերտների բարօրությունը դրել եմ ամեն ինչից վեր։ Երբ դպրոցի մատակարարումներում անկանոնություններ հայտնաբերեցի, զեկուցեցի, քանի որ կարծում էի, որ դա իմ պարտքն է։ Նրա ձայնը սկսեց խռպոտել, երբ նա շարունակեց. Դրա փոխարեն ես ազատվեցի աշխատանքից ստի վրա հիմնված։ Կորցրի իմ տունը։ Իմ 7-ամյա դուստրը շաբաթներով քնած էր մեքենայում, որովհետև ես փորձել էի ճիշտ բան անել։ Դահլիճով անցավ վրդովմունքի շշուկ։ Մի քանի տեսախցիկ կենտրոնացան Մարկոյի հուզված դեմքի վրա, մինչ նա պայքարում էր հավասարակշռությունը պահպանելու համար։ Բայց ես այստեղ եմ այսօր, եզրափակեց Մարկոն, ոչ թե վրեժ լուծելու, այլ որպեսզի ոչ մի այլ մանկավարժ չանցնի այն ամենի միջով, ինչով ես անցա։ Որպեսզի ճշմարտությունը ավելի ուժեղ լինի, քան ագահությունը։ Լրագրողների հարցերը լարված էին ուղիղ։ Օլիվիան պատասխանեց բոլորին կոնկրետ տվյալներով, փաստագրված ապացույցներով։ Երբ հարցրեցին գործը հետաքննելու իր անձնական դրդապատճառների մասին, նա անկեղծ էր։ Ես տեսա այս մարդուն նրա դստերը խոցելի վիճակում չկարողացա անտեսել։ Հետո հայտնաբերեցի, որ այդ խոցելիությունը միտումնավոր անարդարության արդյունք էր։ Որպես կրթական ոլորտի ղեկավար, ես զգացի, որ իմ պարտականությունն է շտկել այն։ Ասուլիսի ընթացքում Վիկտոր Մյուլլերը Ալան Սալլենը փորձեցին մտնել դահլիճ, բայց անվտանգության կողմից արգելափակվեցին։
Դրսում Վիկտորը բղավում էր լրագրողներին, որ դա կազմակերպված զրպարտություն է, որ նա դատի կտա բոլոր ներգրավվածներին բարոյական վնասների համար։ Իրավիճակի հեգնանքը չանցավ աննկատ ներկա լրագրողների կողմից, ովքեր անմիջապես շրջապատեցին Վիկտորին Ալանին նրանց մեկնաբանությունները ստանալու համար։ Օլիվիայի ներկայացրած ապացույցների առկայությամբ նրանց հերքումները հուսահատ ոչ համոզիչ էին թվում։ Ասուլիսից հետո Մարկոն Աննային գտավ Օլիվիայի գրասենյակում։ Աղջիկը ամեն ինչ դիտել էր հեռուստացույցով վազեց հորը գրկելու, հենց որ նա մտավ։ «Հայրիկ, դու շատ քաջ էիր», բացականչեց Աննան։ «Բոլորը կիմանան, որ դու լավ ուսուցիչ ես»։ «Այո, արքայադուստրս», ասաց Մարկոն, ամուր գրկելով նրան։ «Հիմա բոլորը կիմանան ճշմարտությունը»։ Օլիվիան դիտում էր տեսարանը խորը բավարարվածությամբ։ Հոր դստեր, վերջապես անարդարության բեռից ազատված տեսնելը ավելի գոհացուցիչ էր, քան ցանկացած գործարար հաջողություն, որին նա երբե հասել էր։ Հաջորդ օրերին պատմությունը գերիշխեց տարածաշրջանային լրատվամիջոցներում։ Կոռուպցիոն սխեման ավերում է ընտանիքը, Երանի գլխավոր թերթի առաջին էջն էր։ Անմեղ ուսուցիչը ապրում է մեքենայում, մինչ կոռումպացվածները շահույթ են ստանում, լուսաբանվեց մի քանի հեռուստատեսային հաղորդումներում։ Հանրային արձագանքը զանգվածային վրդովմունք էր։ Գերազանցության քոլեջի աշակերտների ծնողները բողոքներ կազմակերպեցին, պահանջելով Վիկտորի Ալանի անհապաղ ազատումը։ Մարկոյի նախկին գործընկերները հրապարակայնորեն հայտարարեցին, հաստատելով նրա նվիրվածությունը մասնագիտական ամբողջականությունը։ Մարկոն տասնյակ զանգեր ստացավ այլ հաստատություններից, որոնք աշխատանք էին առաջարկում, բայց նա կայացրել էր իր որոշումը կընդուներ Օլիվիայի առաջարկը Ալյանս կրթական ընկերությունում, որտեղ նա գիտեր, որ կգնահատվեր, կհարգվեր։ Նոր բնակարան տեղափոխվելը տեղի ունեցավ մամուլի ասուլիսից մեկ շաբաթ անց։ Դա պայծառ հյուրընկալ վայր էր, երկու ննջասենյակով, ընդարձակ խոհանոցով, փոքր պատշգամբով, այգու տեսարանով։ Աննան հիացած էր իր սեփական սենյակով, զարդարված ծաղկային պաստառներով, որոնք Օլիվիան հատուկ նրա համար էր ընտրել։ «Տես, հայրիկ», բղավեց Աննան, վազելով բնակարանով։ «Իրական մահճակալ կա։ Եվ պահարան։ Եվ սեղան, որպեսզի ես իմ տնային աշխատանքը անեմ»։ Մարկոն կանգնած էր հյուրասենյակում, դիտելով, թե ինչպես է իր դուստրը նորից հայտնաբերում տուն ունենալու ուրախությունը։ Օլիվիան նրա կողքին էր, նույնպես ժպտալով, տեսնելով աղջկա երջանկությունը։ «Ինչպես կարող եմ շնորհակալություն հայտնել այս ամենի համար», հարցրեց Մարկոն, շրջվելով դեպի Օլիվիան։ «Դուք պետք չէ շնորհակալություն հայտնեք», պատասխանեց նա։ «Պարզապես եղեք երջանիկ։ Դուք դրան արժանի եք»։ Այդ երեկոյան երեքն էլ նստեցին բնակարանի փոքրիկ պատշգամբում, դիտելով ներքի այգու շարժը։ Աննան խաղում էր իր փափուկ նապաստակի հետ, պատմելով նրան իր նոր տան բոլոր հրաշքների մասին։ «Ինչ կպատահի հիմա», հարցրեց Մարկոն։ «Հիմա դուք նորից կսկսեք», ասաց Օլիվիան։ «Եվ ես լավ, հուսով եմ, որ կլինեմ այդ նոր սկիզբի մի մասը, եթե դուք ինձ թույլ տաք»։ Աննան բարձրացրեց գլուխը իր խաղից։ «Իհարկե դու կլինես մասը։ Դու մեր հատուկ ընկերն ես»։ Մարկոն ժպտաց, զգալով մի խաղաղություն, որը ամիսներով չէր զգացել։ «Մեր հատուկ ընկերուհին», կրկնեց նա։ «Ինձ դուր է գալիս, թե ինչպես է դա հնչում»։ Մինչ արը մայր էր մտնում քաղաքի վրա, երկինքը ոսկեգույն վարդագույն երանգներով ներկելով, երեքն էլ կիսեցին լռության հույսի մի պահ։ Ապագան, որը ընդամենը մի քանի օր առաջ այդքան անորոշ մռայլ էր թվում, այժմ նրանց առաջ տարածվում էր հնարավորություններով լի։ Օլիվիան նայեց Մարկոյին Աննային, ամբողջական մարդուն, ով պահպանել էր իր արժանապատվությունը, չնայած բոլոր դժվարություններին, քաջ աղջկան, ով անկայունությանը դիմակայել էր հոր նկատմամբ անսասան հավատով, գիտեր, որ իր կյանքը նույնպես հավերժ փոխվել էր։ Նա գտել էր մի բան, որը իր ողջ մասնագիտական հաջողությունը չէր կարողացել տալ իրեն, իսկական ընտանիք, կառուցված ոչ թե արյունով, այլ ընտրությամբ, սիրով։ 6 ամիս անց կյանքը նոր ներդաշնակ ռիթմ էր գտել երեքի համար։ Մարկոն ծաղկում էր իր նոր պաշտոնում Ալյանս կրթական ընկերությունում, որտեղ նա մշակում էր ֆիզիկական կրթության նորարարական ծրագրեր, որոնք արդեն տարածաշրջանային ճանաչում էին ստանում։ Աննան, ընդունված Երանի լավագույն դպրոցներից մեկը, նոր ընկերներ էր ձեռք բերում, վերականգնված վստահություն էր դրսևորում, որը ճառագում էր յուրաքանչյուր ժպիտում։ Օլիվիան մշտական ներկայություն էր դարձել նրանց կյանքում, շաբաթը առնվազն 2 անգամ ճաշելով նրանց հետ, ուղեկցելով Աննային դպրոցական ներկայացումներին, նշելով ընտանիքի յուրաքանչյուր փոքր հաղթանակը։
Այն, ինչ սկսվել էր որպես արդարության ակտ, վերածվել էր շատ ավելի խորը բանի։ Աշնան մի կեսօր, մինչ Աննան խաղում էր բնակարանի դիմացի այգում, Մարկոն Օլիվիան զրուցում էին նստարանին, որտեղ սովորաբար նստում էին նրան դիտելու համար։ «Ինչ-որ բան պետք է պատմեմ քեզ», ասաց Մարկոն, նրա ձայնը լի էր հույզերով, որոնք Օլիվիան չէր կարողանում ճանաչել։ «Ինչ է», հարցրեց նա, նկատելով, թե ինչպես էր նա նյարդային թվում։ Մարկոն խորը շունչ քաշեց, շարունակելուց առաջ. «Երեկ զանգ ստացա։ Վիկտոր Մյուլլերը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման, կոռուպցիայի յուրացման համար։ Ալանը 3 տարի ստացավ։ Նրանք նա պետք է հատուցեն շեղված ամբողջ գումարը»։ Օլիվիան լրջորեն գլխով արեց։ «Արդարություն հաստատվեց»։ «Այո, բայց դա ամենը չէ», շարունակեց Մարկոն, նայելով Աննային, ով ծիծաղում էր, խաղալով թաքստոց այլ երեխաների հետ։ «Փաստաբանն ինձ ասաց, որ գործի ամենակարևոր ապացույցներից մեկը պատահաբար է գտնվել։ Մի փոքրիկ գրություն, որը Աննան կորցրել էր համայնքային կենտրոնում, որտեղ մենք մի քանի գիշեր էինք անցկացնում»։ «Ինչ գրություն»։ Մարկոն տխուր ժպտաց։ Նա գրել էր. «Ես պարզապես ուզում էի, որ ինչ-որ մեկը օգներ իմ հայրիկին։ Ակնհայտորեն, դուք գտել էիք այդ գրությունը, նույնիսկ ինձ ճանաչելուց առաջ»։ Օլիվիան մի պահ լռեց, հիշելով. «Ես հիշում եմ այդ գրությունը։ Հենց այն ժամանակ որոշեցի իրականում հետաքննել, թե ինչ էր կատարվում։ Նրա ձեռագիրը այդքան փոքր հույսով լի կոտրեց իմ սիրտը»։ «Աննան երբեք չէր պատմել ինձ, որ դա գրել էր», ասաց Մարկոն, նրա ձայնը հուզմունքից խեղդված էր։ 7-ամյա երեխա, ով օգնություն էր խնդրում հոր համար միակ ձով, որը գիտեր։ Երկուսն էլ լուռ մտորումների մեջ էին, դիտելով Աննայի անհոգ խաղը, անտեղյակ այն ուժից, որը նրա անմեղ բառերն ունեցել էին իրենց կյանքի ընթացքը փոխելու համար։ «Մարկո», մեղմորեն ասաց Օլիվիան, «ինչ-որ բան կա, որ ես էլ պետք է պատմեմ քեզ»։ Նա շրջվեց, նրան նայելու, նկատելով նրա աչքերում մի խոցելիություն, որը հազվադեպ էր տեսնում։ «Վերջին ամիսներին դուք երկուսը դարձել եք այն ընտանիքը, որը ես երբեք չգիտեի, որ ուզում էի։ Ես միշտ այնքան էի կենտրոնացել կարիերայի մասնագիտական հաջողության վրա, որ երբեք չէի մտածել, որ կարող եմ կարոտել ինչ-որ ավելի անձնական բան»։ Մարկոն զգաց, որ իր սիրտը արագանում է։ Վերջին ամիսներին նա հասկացել էր, որ իր զգացմունքները Օլիվիայի նկատմամբ զարգանում էին երախտագիտությունից այն կողմ։ Այնպես, ինչպես նա շփվում էր Աննայի հետ, համբերությամբ անկեղծ քնքշությամբ, այնպես, ինչպես նա աջակցում էր իր մասնագիտական նախագծերին, ինչպես նա դարձել էր իրենց կյանքի անբաժանելի մասը։ «Օլիվիա», սկսեց նա, բայց նա ընդհատեց նրան։ «Ես գիտեմ, որ մեր իրավիճակը բարդ է», արագ շարունակեց նա։ «Դուք այդքան տրավմայի միջով եք անցել, Աննան դեռ հարմարվում է այն ամենին, ինչ փոխվել է։ Ես չեմ ուզում ոչինչ ստիպել, ինչը բնական չէ»։ «Իսկ եթե դա բնական լիներ», մեղմորեն հարցրեց Մարկոն։ «Իսկ եթե Աննան ես նույնպես զգայինք, որ դուք դարձել եք անհրաժեշտ մեր կյանքում»։ Աննան, կարծես զգալով, որ իրեն դիտում են, վազեց դեպի նրանց, այտերը կարմրած խաղից։ «Հայրիկ, Օլիվիա», բղավեց նա։ «Եկեք տեսեք, թե ինչ գտա»։ Նա նրանց տարավ այգու մի հատված, որտեղ լճում բադերի փոքրիկ ընտանիք էր հայտնաբերել։ «Տեսեք։ 2 մեծ բադ, 1 փոքր։ Ինչպես ընտանիք»։ Մարկոն Օլիվիան նշանակալի հայացքներ փոխանակեցին։ Աննայի անմեղությունը հաճախ բացահայտում էր ճշմարտություններ, որոնք մեծահասակները երբ մտում էին արտահայտել։ «Աննա», ասաց Մարկոն, ծնկի իջնելով դստեր մակարդակին, «ինչպես կզգայիր, եթե Օլիվիան իրականում մեր ընտանիքի մաս դառնար»։ «Ինչպես», հարցրեց Աննան, գլուխը հետաքրքրությամբ թեքելով։ «Եթե նա մեզ հետ ապրեր, եթե լիներ քեզ համար մայր»։ Աննայի աչքերը պայծառացան մաքուր ուրախությամբ, որը կասկած չէր թողնում նրա զգացմունքների վերաբերյալ։ «Իրոք»։ «Օլիվիան կարող է իմ մայրը լինել»։ Օլիվիան զգաց, թե ինչպես են արցունքները հոսում իր դեմքով։ Այն հեշտությունը, որով Աննան ընդունեց գաղափարը, այն բնականությունը, որով աղջիկը բացել էր իր սիրտը, նվեր էր, որը նա երբեք չէր սպասել ստանալ։ «Միայն եթե դու ուզում ես, սիրելիս», ասաց Օլիվիան, նույնպես ծնկի իջնելով, Աննայի հասակին հավասարվելու համար։ «Ես շատ եմ ուզում», բացականչեց Աննան, միաժամանակ գրկելով երկուսին էլ։ «Ես միշտ մայր եմ ուզեցել ունենալ, դուք արդեն հոգ եք տանում մեզ համար, կարծես մայր լինեք»։
Այդ պահին, այգու մեջտեղում, Աննան նրանց միջ, Մարկոն Օլիվիան մեղմ համբույրով կնքեցին ընտանիքի խոստումը, կառուցված սիրո, հարգանքի հաղթահարման ամուր հիմքերի վրա։ 3 ամիս անց նրանք ամուսնացան փոքրիկ մտերիմ արարողությամբ այն բնակարանի այգում, որը հիմա կիսում էին։ Աննան հարսնաքույրն էր, շողշողուն սպիտակ զգեստով, մանուշակագույն ծաղիկներով, գրելով իր փափուկ նապաստակը որպես հատուկ աքսեսուար։ Ֆիոնան ներկա էր, հպարտ, որ մաս էր կազմել այն ճանապարհի, որը հանգեցրել էր այդ երջանիկ պահին։ Ագնեսը աշխատանքի այլ գործընկերներ նույնպես ներկա էին, նշելով ոչ միայն միություն, այլ արդարության սիրո հաղթանակը դժվարությունների նկատմամբ։ Երթումների ժամանակ Մարկոն խոսեց այն մասին, թե ինչպես էր Օլիվիան հայտնվել իր կյանքում ամենամութ պահին, ոչ միայն որպես փրկիչ, այլ որպես ուղեկից։ Օլիվիան խոստացավ սիրել պաշտպանել իրեն, Աննային, հարգել Աննայի կենսաբանական մոր հիշատակը, կենդանի պահելով նրա ներկայությունը պատմությունների անվերապահ սիրո միջոցով։ Աննան, երբ խնդրեցին խոսել, պարզապես ասաց. «Հիմա մենք իրական ընտանիք ենք, ինչպես իմ նկարներում»։ Ամենից շատ ներկաներին հուզեց այն պահը, երբ Աննան Օլիվիային հանձնեց իր արած հատուկ նկարը։ Այն ցույց էր տալիս 3 ֆիգուր, ձեռք ձեռքի բռնած գունեղ տան դիմաց, պայծառ արով իմ երջանիկ ընտանիքը բառերը գրված 8-ամյա երեխայի խնամքով ձեռագրով։ 2 տարի անց, գարնան մի առավոտ, ընտանիքը մեծացել էր։ Օլիվիան հղի էր զույգի առաջնեկով, Աննան ուրախությունից դուրս էր գալիս, ավագ քույր դառնալու հեռանկարից։ «Հայրիկ, արդյոք երեխան կսիրի ֆուտբոլ, ինչպես ես», հարցրեց Աննան, մինչ երեքն էլ ներկում էին երեխայի սենյակը դեղինի նուրբ երանգներով։ «Դեռ չգիտենք, արքայադուստրս», պատասխանեց Մարկոն, ժպտալով։ «Բայց վստահ եմ, որ շատ կսիրի քեզ որպես քույր ունենալ»։ Օլիվիան, դիտելով, թե ինչպես է Մարկոն սովորեցնում Աննային ճիշտ օգտագործել վրձինը, մտածում էր այն արտասովոր ճանապարհի մասին, որը նրանց հասցրել էր մինչ այդ։ Այն, ինչ սկսվել էր որպես սարսափելի անարդարություն, վերածվել էր երջանկության հիմքի, որը նրանցից ոչ ոք չէր պատկերացրել, որ հնարավոր է։ «Ինչ ես մտածում», հարցրեց Մարկոն, նկատելով իր կնոջ հեռավոր հայացքը։ «Գրության մասին», պատասխանեց Օլիվիան, ժպտալով։ Աննայի փոքրիկ գրության մասին, հոր համար օգնություն խնդրելով։ Թե ինչպես այդքան փոքր բանը կարողացավ ամեն ինչ փոխել։ Աննան դադարեց ներկել, նայեց նրանց։ «Ինչ գրություն»։ Մարկոն Օլիվիան երբեք չէին պատմել Աննային այն դերի մասին, որը նրա գրությունը խաղացել էր իրենց պատմության մեջ։ Հիմա նա բավականաչափ մեծ էր, հասկանալու համար։ «Հիշում ես այն ժամանակահատվածը, երբ գիշերները անցկացնում էինք համայնքային կենտրոնում», մեղմորեն հարցրեց Մարկոն։ Աննան գլխով արեց, բայց առանց տխրության։ Այդ դժվար ժամանակները հիմա հեռավոր գլուխ էին թվում մի պատմության մեջ, որը լավ էր ավարտվել։ Դու մի գրություն էիր գրել, խնդրելով, որ ինչ-որ մեկը օգներ հայրիկին։ Օլիվիան գտավ այդ գրությունը, այդպես նա իմացավ, որ մենք օգնության կարիք ունենք։ Աննան մի պահ լռեց, մշակելով տեղեկությունը։ Հետո դանդաղ, լիովին հասկացող ժպիտը լուսավորեց նրա դեմքը։ «Ուրեմն ես օգնեցի՞։ Ձեզ հանդիպել։ Դու մեր ամբողջ ընտանիքի Կուպիդոնն էիր», ասաց Օլիվիան, գրկելով աղջկան։ «Քո առատաձեռն սիրտը փրկեց բոլորիս»։ Աննան Օլիվիային ավելի ուժեղ գրկեց։ «Ես քեզ սիրում եմ, մայր»։ Առաջին անգամ էր, որ Աննան նրան պարզապես մայր էր կոչում, առանց որակավորումների։ Օլիվիան զգաց, որ իր սիրտը ընդլայնվում է այնքան ուժեղ երջանկությամբ, որը կարծես անհնար էր զսպել։ «Ես էլ քեզ եմ սիրում, աղջիկս։ Ավելի շատ, քան կարող ես պատկերացնել»։ Մարկոն դիտում էր իր կյանքի 2 ամենակարևոր կանանց, մեկին, ով իր մոտիվացիան էր եղել դիմակայելու ամենադժվար պահերին, մյուսին, ով դիմադրությունը վերածել էր վերածննդի, գիտեր, որ իր ճանապարհը արժեր յուրաքանչյուր արցունք, մեքենայում անցկացրած յուրաքանչյուր ցուրտ գիշեր, հուսահատության յուրաքանչյուր պահ։ Որովհետև այս ամենը հանգեցրել էր այս կատարյալ պահին, գարնանային կեսօր, ներկելով իրենց սպասվող երեխայի սենյակը, շրջապատված ընտանիքի սիրով, որը ընտրել էր սիրել, պաշտպանել, աջակցել միմյանց։ Դրսում աշխարհը շարունակում էր իր խնդիրներն ու անարդարությունները։ Բայց այդ արոտ սենյակում 3 սրտեր բաբախում էին ներդաշնակորեն, ստեղծելով հույսի սիմֆոնիա, որը կարձագանքի սերունդներով։ Աննան, իր մանկական իմաստությամբ, ամեն ինչ հիանալի կերպով ամփոփեց, երբ ասաց. «Հայրիկ, երբեմն վատ բաներ են պատահում, որպեսզի լավ բաներ սկսվեն, չէ՞»։ Մարկոն համբուրեց իր դստեր ճակատը, բռնեց իր կնոջ ձեռքը։ «Հենց այդպես է, արքայադուստրս։ Երբեմն հենց այդպես է»։
Եվ մինչ նրանք շարունակում էին միասին ներկել ապագան, երեքն էլ գիտեին, որ գտել էին մի բան, հազվագյուտ թանկարժեք ընտանիք, կառուցված ոչ միայն սիրով, այլ ճիշտ բան անելու քաջությամբ, նույնիսկ երբ թվում է, թե աշխարհը քո դեմ է։ Մարկոյի, Աննայի Օլիվիայի պատմությունը լեգենդ դարձավ կրթական համայնքում, ապացույց, որ ճշմարտությունը միշտ հաղթում է, որ բարությունը դեռ գոյություն ունի աշխարհում, որ երբեմն ամենաերջանիկ ավարտները ծնվում են ամենադժվար սկզբներից։ 1 տարի էր անցել այն օրվանից, երբ Մարկոն, Աննան Օլիվիան պաշտոնապես դարձել էին ընտանիք։ Այն կյանքը, որը նրանք միասին կառուցել էին, ծաղկում էր այնպես, ինչպես նրանցից ոչ ոք չէր պատկերացրել, որ հնարավոր է մեքենայում անցկացրած այդ դժվար օրերին։ Մարկոն իր գրասենյակում էր Ալյանս կրթական ընկերությունում, վերանայելով տարածաշրջանի դպրոցների միջ սպորտային փոխանակման նոր ծրագրի պլանները, երբ զանգ ստացավ, որը նորից ամեն ինչ կփոխեր։ Դա Պիետրոից էր, հետաքննող լրագրողից, ով լուսաբանել էր գերազանցության քոլեջում կոռուպցիայի գործը։ «Պարոն Մարկո», ասաց Պիետրոն, նրա ձայնը լի էր շտապողականությամբ։ «Պետք է ձեզ հետ խոսեմ մի կարևոր բանի մասին, որը ես հայտնաբերել եմ։ Կարող եք մեզ հետ հանդիպել այսօր կեսօրին»։ Մարկոն սարսուռ զգաց իր ողնաշարով։ Ամիսներ շարունակ խաղաղությունից երջանկությունից հետո, վերջին բանը, որ նա ցանկանում էր, անցյալի տրավմաները վերապրելն էր։ Բայց Պիետրոյի տոնի մեջ ինչ-որ բան կար, որը հուշում էր, որ դա նշանակալի բան է։ «Ինչի՞ մասին է», զգուշորեն հարցրեց Մարկոն։ «Դա Աննայի մասին է։ Նրա մոր մասին։ Պետք է ձեզ ցույց տամ մի քանի բաներ, որոնք ես գտել եմ»։ Մարկոյի սիրտը մի պահ կանգ առավ։ Աննայի մայրը հեռացել էր, երբ աղջիկը ընդամենը մի քանի ամսական էր, թողնելով միայն կարճ նամակ, բացատրելով, որ պատրաստ չէ մայրությանը։ Մարկոն երբեք շատ չէր խոսել Ռոզայի մասին Աննայի հետ, միայն այնքան, որ դուստրը իմանար, որ սիրված է եղել, թեկուզ կարճ ժամանակով։ Մարկոն հանդիպումը նշանակեց երեկոյան, քաղաքի կենտրոնում գտնվող զուսպ սրճարանում։ Օրվա մնացած մասը նա անցկացրեց անհանգիստ, չկարողանալով կենտրոնանալ աշխատանքի վրա։ Ինչ էր հայտնաբերել Պիետրոն Ռոզայի մասին այդքան ժամանակ անց։ Երբ նա հասավ սրճարան, Պիետրոյին արդեն սպասում էր հաստ թղթապանակը սեղանին։ Լրագրողը լուրջ մարդ էր, հայտնի իր ամբողջականությամբ, ճշգրտությամբ, հետաքննություններում։ Մարկո սկսեց Պիետրոն սկզբնական ողջույններից հետո, այն, ինչ ես ձեզ կպատմեմ, դժվար կլինի մարսել, բայց կարծում եմ, որ դուք իրավունք ունեք իմանալ։ Շուտ խոսեք, ասաց Մարկոն, նրա համբերությունը սպառվում էր լարվածությունից։ Պիետրոն բացեց թղթապանակը, հանեց մի քանի լուսանկարներ, փաստաթղթեր։ Իմ հետաքննության ընթացքում կոռուպցիոն սխեմայի վերաբերյալ ես հայտնաբերեցի կապեր, որոնք դուրս էին եկել գերազանցության քոլեջի շրջանակներից։ Վիկտոր Մյուլլերը, Ալան Սալլենը կրթական ռեսուրսների շեղման ավելի մեծ ցանցի մաս էին կազմում։ Մարկոն գլխով արեց, դեռ չհասկանալով, թե որտեղ էր Ռոզան տեղավորվում դրանում։ Ուրվական ընկերություններից մեկը, որը նրանք օգտագործում էին փող լվանալու համար, ղեկավարվում էր Ռոզա Կարմին անունով մի կնոջ կողմից, շարունակեց Պիետրոն, ուշադիր դիտելով Մարկոյի արձագանքը։ Ազգանունը Մարկոյին հարվածեց որպես կայծակ։ Ռոզան երբեք ազգանուն չէր օգտագործել, երբ նրանք միասին էին, պնդելով, որ նա խնդրում է իր անձնական կյանքը առանձին պահել բարդ ընտանեկան հարցերից։ Դուք առաջարկում եք, որ… Մարկոն չկարողացավ ավարտել նախադասությունը։ Ես առաջարկում եմ, որ Աննայի մայրը ոչ միայն լքել է նրանց, այլ ներգրավված է եղել նույն սխեմայի մեջ, որը հետագայում ավերել է ձեր կյանքը, մեղմորեն ասաց Պիետրոն։ Եվ ավելին կա։ Ռոզան չի մահացել, ինչպես ձեզ ստիպել են հավատալ։ Մարկոն զգաց, որ աշխարհը պտտվում է իր շուրջը։ Ինչպես թե չի մահացել։ Ես մահվան վկայական եմ ստացել։ Կեղծված։ Ռոզան նոր ինքնություն է ստացել տեղափոխվել մեկ այլ մարզ։ Նա փախչում էր ոչ միայն ձեզանից, այլ փողերի լվացման հետաքննություններից։ Ձեզ ստիպելը, որ հավատաք, թե նա մահացել է, կապերը լիովին կտրելու Աննային իր հետքերից չհետելու միջոց էր։ Պիետրոն ցույց տվեց բանկային փաստաթղթեր, հսկողության լուսանկարներ, գրանցումներ, որոնք ապացուցում էին, որ Ռոզան կենդանի առողջ է, ապրելով կեղծ անվան տակ Հարան մարզի գյուղական քաղաքում։ Ինչու եք ինձ հիմա դա պատմում, հարցրեց Մարկոն, պայքարելով տեղեկությունները մարսելու համար։ Որովհետև Ռոզան իմացել է այն գործի մասին, որը բացահայտել է Վիկտորին Ալանին։ Նա գիտի, որ դուք բացահայտել եք ճշմարտությունը այն սխեմայի մասին, որում նա ներգրավված էր։ Եվ… Պիետրոն երկմտեց, նա ցանկանում է կապ հաստատել Աննայի հետ։
Մարկոն կտրուկ վեր կացավ սեղանից, քայլելով դեպի սրճարանի պատուհանը։ Փողոցում նա տեսնում էր, թե ինչպես են անցնում նորմալ ընտանիքներ, խաղում երեխաներ, առօրյա կյանքը շարունակվում էր, մինչ իր աշխարհը նորից փլուզվում էր։ Նա լքել է Աննային, երբ նա երեխա էր։ Թույլ է տվել, որ ես հավատամ, թե նա մահացել է։ Եվ հիմա ուզում է վերադառնալ։ Այն ամենից հետո, ինչով մենք անցանք։ Իմ ձեռք բերած փաստաթղթերի համաձայն նա պնդում է, որ պաշտպանում էր Աննային հետաքննության վտանգից, որ նրանց թողնելը միակ միջոցն էր ապահովելու, որ աղջիկը չներգրավվի իր գործողությունների հետանքներում։ Մարկոն վերադարձավ սեղանին, նրա միտքը մրցում էր։ Ինչպես պատմեր դա Աննային։ Ինչպես բացատրեր Օլիվիային, ով այդքան բնական սիրալիր կերպով դարձել էր աղջկա մայրը։ Մի վերջին բան կա, ասաց Պիետրոն, թղթապանակից նամակ հանելով։ Ռոզան դա գրել է Աննայի համար։ Նա ինձ խնդրել է այն հանձնել։ Մարկոն վերցրեց նամակը դողդոջուն ձեռքերով։ Ծրարը հասցեագրված էր իմ սիրելի Աննային, այն ձեռագրով, որը նա ճանաչեց, նույնիսկ այդքան տարիներ անց։ Այդ գիշեր Մարկոն տուն հասավ սովորականից ուշ։ Աննան հյուրասենյակում տնային աշխատանք էր անում, մինչ Օլիվիան ընթրիք էր պատրաստում։ Կատարյալ ընտանեկան տեսարանը, որը դարձել էր նրանց իրականությունը, դաժանորեն հակադրվում էր նրա մտքի փոթորիկին։ Հայրիկ, բացականչեց Աննան, տեսնելով նրան։ Տես, թե ինչ սովորեցի այսօր դպրոցում։ Նա վազեց, ցույց տալու ընտանիքների մասին մի նախագիծ, որը նա արել էր, երեքի ժպտացող նկարներով։ Մարկոն գրկեց դստերը, կոկորդում հանգույց զգալով։ Ինչպես կարող էր խախտել նրա երջանկությունը անցյալի մասին բացահայտումներով, որը նա նույնիսկ չէր հիշում։ Ամեն ինչ կարգին է, հարցրեց Օլիվիան, անմիջապես նկատելով, որ ինչ-որ բան այն չէ։ Մեկ տարուց ավելի միասին լինելուց հետո նա սովորել էր կարդալ Մարկոյի արտահայտությունները, որպես բաց գիրք։ Պետք է զրուցենք, ցածր ձայնով ասաց Մարկոն, այն բանից հետո, երբ Աննան քնի։ Ընթրիքը անցավ Աննայի դպրոցում իր օրվա մասին անդադար խոսելով, լիովին անտեղյակ մեծահասակների մեջ տիրող լարվածությունից։ Երբ վերջապես նրան քնեցրին, Մարկոն Օլիվիան նստեցին հյուրասենյակում, նա պատմեց այն ամենը, ինչ հայտնաբերել էր։ Օլիվիան լռությամբ լսեց, նրա արտահայտությունը զարմանքից փոխվեց մտահոգության, վերջապես պաշտպանական վճռականության, որը Մարկոն լավ էր ճանաչում։ Ինչ ես անելու, հարցրեց նա, երբ նա վերջացրեց։ Չգիտեմ, խոստովանեց Մարկոն։ Աննան երջանիկ է։ Նա քեզ ունի որպես մայր, ունի կայունություն, ունի սեր։ Ինչու պետք է խախտեմ դա։ Բայց նա իրավունք ունի իմանալ ճշմարտությունը իր կենսաբանական մոր մասին, մտածված ասաց Օլիվիան։ Եվ որոշելու, թե արդյոք ուզում է նրա հետ կապ հաստատել։ Նա 8 տարեկան է, Օլիվիա։ Ինչպես կարող է նման որոշում կայացնել։ Գուցե հիմա չկարողանա, բայց մի օր կկարողանա։ Եվ երբ այդ օրը գա, նա կուզենա իմանալ, որ մենք անկեղծ ենք եղել նրա հետ։ Մարկոն գիտեր, որ Օլիվիան ճիշտ էր, բայց Աննային կորցնելու վախը, թեկուզ մասամբ, սարսափեցնում էր նրան։ Ռոզան մեկ անգամ լքել էր դստերը։ Ինչ էր երաշխավորում, որ նա նորից չէր անի դա։ Իսկ եթե նա ուզենա Ռոզային ճանաչել։ Իսկ եթե որոշի, որ նա խնդրում է կենսաբանական մորը։ Օլիվիան մոտեցավ Մարկոյին, բռնեց նրա ձեռքերը։ Մարկո, սերը մրցակցություն չէ։ Աննան մեզ սիրում է, որովհետև մենք ընտրել ենք ամեն օր այստեղ լինել, որովհետև մենք կյանք ենք կառուցել միասին, հիմնված վստահության հոգատարության վրա։ Դա չի կարող ջնջվել պարզապես մեկի ներկայությամբ, ով կիսում է իր դնթն։ Դուք չեք վախենում։ Իհարկե վախենում եմ, խոստովանեց Օլիվիան։ Ես շատ եմ վախենում։ Աննան իմ դուստրն է դարձել բոլոր այն իմաստներով, որոնք կարոր են։ Բայց ես նա գիտեմ, որ նրանից ճշմարտությունը թաքցնելը կլիներ նրան դավաճանել այնպես, ինչպես ես երբեք չէի կարողանա ինձ ներել։ Նրանք ժամեր անցկացրեցին, զրուցելով, տարբերակները կշռադատելով, հետանքները հաշվի առնելով։ Վերջապես որոշեցին, որ Աննայի հետ աստիճանաբար կխոսեն, նրան պատրաստելով իր կենսաբանական մոր մասին տեղեկություններ իմանալու հնարավորությանը։ Հաջորդ օրը Մարկոն դիմեց Ագնեսին խորհրդատվության համար։ Փորձառու մարդկային ռեսուրսների օգնականը նրա համար մայրական կերպար էր դարձել, նրա իմաստությունը միշտ հանգստացնում էր նրան։ Մարկո, ասաց Ագնեսը, լսելով ամբողջ պատմությունը, երբեմն անցյալի ուրվականները վերադառնում են, մեզ ներկայի մասին կարևոր դասեր տալու համար։
Գուցե այս իրավիճակը հնարավորություն է ձեզ համար էլ ավելի ամրապնդելու այն ընտանեկան կապերը, որոնք դուք կառուցել եք։ Ինչպե՞ս։ Աննան կտեսնի, թե ինչպես եք դուք Օլիվիան միասին հաղթահարում դժվար իրավիճակը։ Նա կսովորի անկեղծության, քաջության անվերապահ սիրո մասին։ Դրանք դասեր են, որոնք նա կտանի իր հետ ամբողջ կյանքում։ 2 շաբաթ անց, հանգիստ կիրակի օրը, Մարկոն Օլիվիան որոշեցին զրուցել Աննայի հետ։ Նրանք ընտրեցին մի պահ, երբ նա հանգիստ էր, խաղալով բնակարանի այգում։ Աննա մեղմորեն կանչեց Մարկոն. «Կարող ես գալ այստեղ։ Մայրիկն ու հայրիկը ուզում են քեզ հետ խոսել մի կարևոր բանի մասին»։ Աննան մոտեցավ, նրա արտահայտությունը հետաքրքրասեր էր, բայց առանց անհանգստության։ Նրա վստահությունը ծնողների նկատմամբ բացարձակ էր։ «Հիշում ես այն զրույցները, որոնք ունեցել ենք քո մոր մասին, ով հեռացել էր, երբ դու երեխա էիր», զգուշորեն սկսեց Օլիվիան։ «Այո», ասաց Աննան։ «Դուք ասացիք, որ նա ինձ սիրում էր, բայց չէր կարող մնալ։ Մենք նրա մասին մի քանի նոր բաներ հայտնաբերեցինք», շարունակեց Մարկոն։ «Եվ մենք ուզում ենք, որ դու իմանաս, որ եթե մի օր ուզենաս ավելին իմանալ կամ նույնիսկ հանդիպել նրան, մենք կաջակցենք քեզ»։ Աննան մի պահ մտածկոտ մնաց։ «Նա ուզում է ինձ ճանաչել»։ «Այո», պատասխանեց Օլիվիան։ «Նա նամակ է գրել քեզ համար։ Բայց դու պետք չէ այն հիմա կարդաս, եթե չես ուզում»։ «Կարող եմ մտածել դրա մասին», հարցրեց Աննան այն հասունությամբ, որը երբեմն զարմացնում էր մեծահասակներին։ «Իհարկե կարող ես, սիրելիս», ասաց Մարկոն։ «Կարող ես մտածել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Եվ ցանկացած որոշում, որ կկայացնես, մենք կաջակցենք»։ Աննան գլխով արեց վերադարձավ իր խաղերին, ակնհայտորեն շատ չանհանգստացած բացահայտումից։ Նրա բարդ տեղեկությունները ընդունելու դրանք իր սեփական տեմպով մարսելու ունակությունը միշտ տպավորել էր Մարկոյին։ 3 օր անց Աննան մոտեցավ Օլիվիային, մինչ նա ընթրիք էր պատրաստում։ «Մայր», ասաց նա, օգտագործելով այն տիտղոսը, որը բնական էր դարձել, «կարծում եմ, որ ուզում եմ կարդալ նամակը»։ Օլիվիան չորացրեց ձեռքերը, ծնկի իջավ Աննայի մակարդակին։ «Վստահ ես»։ «Վստահ եմ։ Բայց ուզում եմ, որ դուք հայրիկը ինձ հետ լինեք, երբ ես կարդամ»։ Այդ գիշեր երեքն էլ նստեցին Աննայի սենյակում, մինչ նա զգուշորեն բացում էր Ռոզայի նամակը։ Բառերը լի էին զղջումով, բացատրություններով այն հանգամանքների մասին, որոնք ստիպել էին նրան հեռանալ, սիրո բողոքներով դստեր նկատմամբ, ում նա ճանաչել էր միայն կարճ ժամանակով։ «Նա ասում է, որ գեղեցիկ է, ինչպես ես», մեկնաբանեց Աննան, կարդալով նամակի մի հատվածը։ «Եվ որ հուսով է, որ ես երջանիկ կլինեմ»։ «Դու երջանիկ ես», հարցրեց Մարկոն, դիտելով իր դստեր մտածկոտ արտահայտությունը։ «Շատ երջանիկ», պատասխանեց Աննան առանց երկմտելու։ «Ես ունեմ աշխարհի լավագույն հայրը, աշխարհի լավագույն մայրը։ Ես ունեմ տուն, ընկերներ, ընտանիք, որը ինձ սիրում է։ Եվ ինչպես ես զգում քո մյուս մոր մասին»։ Աննան երկար մտածկոտ մնաց։ «Կարծում եմ, որ նա շատ վախեցած պետք է լիներ, երբ երիտասարդ էր։ Եվ կարծում եմ, որ նա տխուր պետք է լինի, որ այդքան ժամանակ է կորցրել ինձ հետ»։ Աննայի հուզական իմաստությունը միշտ զարմացնում էր մեծահասակներին։ «Կցանկանայիր նրան ճանաչել»։ «Գուցե մի օր», մտածված ասաց Աննան։ «Բայց ոչ հիմա։ Հիմա ես ուզում եմ մնալ իմ իրական ընտանիքի հետ։ Ձեզ հետ»։ Մարկոն Օլիվիան հայացքներ փոխանակեցին, թեթացումով, հպարտությամբ։ Նրանց դուստրը բարդ իրավիճակ էր հաղթահարել այնպիսի հասունությամբ, պարզությամբ, որոնք շատ մեծահասակներ չունեին։ «Աննա», ասաց Օլիվիան, «դու գիտես, որ անկախ նրանից, թե ինչ կպատահի, ես միշտ կլինեմ քո մայրը, չէ՞։ Այնպես, ինչպես իրականում կարող է»։ «Ես գիտեմ», պատասխանեց Աննան, գրկելով Օլիվիային։ «Դու իմ մայրն ես, որովհետև ընտրել ես լինել։ Եվ դա հատուկ է»։ Ավելի ուշ, երբ Աննան արդեն քնած էր, Մարկոն Օլիվիան զրուցեցին այն մասին, թե ինչպես էր անցել իրավիճակը։ «Նա մեզ ընտրեց», ասաց Մարկոն, զարմանքով։ «Նույնիսկ իմանալով, որ այլ տարբերակ ունի, նա մեզ ընտրեց»։ «Նա ընտրեց այն սերը, որը մենք միասին կառուցեցինք», ուղղեց Օլիվիան։ «Եվ դա մի բան է, որը ոչ ոք չի կարող խլել մեզանից»։ Մարկոն պատասխանեց Պիետրոյին, տեղեկացնելով, որ Աննան որոշել է ներկայումս Ռոզայի հետ կապ չունենալ, բայց որ նրանք բաց կթողնեն դուռը ապագայի համար։ Ռոզան պետք է հարգեր դստեր որոշումը, սպասեր։ Ամիսներ անցան, կյանքը վերադարձավ իր բնականոն ռիթմին։
Ռոզայի մասին բացահայտումը պարադոքսալ կերպով էլ ավելի ամրապնդել էր այն ընտանիքի կապերը, որը Մարկոն, Աննան Օլիվիան կառուցել էին։ Նրանք միասին հաղթահարել էին մեկ մարտահրավեր դուրս եկել էլ ավելի միասնական։ Աննան, այժմ 9 տարեկան, հասունացել էր փորձից։ Նա հասկանում էր, որ ընտանիքները կարող են բարդ լինել, որ իսկական սերը ընտրություն է, որ նա բախտավոր էր, որ ուներ մարդիկ, ովքեր նրան ընտրում էին ամեն օր։ Հայրիկ, ասաց Աննան մի գիշեր, մինչ Մարկոն նրան քնեցնում էր, կարծում ես, որ մեր ընտանիքը տարբերվում է մյուսներից։ Ինչու ես դա հարցնում։ Որովհետև դպրոցում ընտանիքները միշտ մայր, հայր երեխաներ են, ովքեր ծնվել են նույն ընտանիքից։ Մերս տարբեր է։ Եվ ինչպես ես դրա մասին զգում։ Աննան ժպտաց։ Կարծում եմ, որ մենք հատուկ ենք։ Որովհետև մենք ընտրել ենք միմյանց։ Եվ դա մեր սերը էլ ավելի ուժեղ է դարձնում։ Մարկոն համբուրեց իր դստեր ճակատը, հիանալով նորից նրա իմաստությամբ։ Դու բացարձակապես ճիշտ ես, արքայադուստրս։ Մենք հատուկ ընտանիք ենք։ Մինչ Աննան քնում էր, Մարկոն մտածում էր այն արտասովոր ճանապարհի մասին, որը նրանց հասցրել էր մինչ այդ։ Այդ անձրոտ գիշերից մեքենայում մինչ այս խաղաղության պահը իր տաք տանը, սիրող կնոջ իմաստուն դստեր հետ, նա սովորել էր, որ կյանքի լավագույն բաները հաճախ ծնվում են ամենամեծ դժվարություններից։ Ռոզան մնաց իր հեռավոր նոր կյանքում, հարգելով Աննայի որոշումը։ Գուցե մի օր, երբ Աննան մեծանար, նա կընտրեր ճանաչել իր կենսաբանական մորը։ Բայց դա կլիներ նրա որոշումը, կայացված այն վստահությամբ, որ նա միշտ կունենա տուն-ընտանիք, որը նրան անվերապահորեն կսիրի։ Մարկոյի, Աննայի Օլիվիայի պատմությունը կշարունակվեր, լի առօրյա ուրախություններով, փոքր մարտահրավերներով, մշտական սիրով, որը նրանց միավորում էր։ Նրանք ապացուցել էին, որ ընտանիքը միայն արյան մասին չէ, այլ ընտրության, պարտավորության սիրո մասին է, որը հարատում է բոլոր փոթորիկների միջով։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարկոյի, Աննայի Օլիվիայի պատմությունը հուզել է ձեր սրտերը այնքան, որքան հուզել է մերը։ Այս պատմությունը հիշեցնում է մեզ, որ նույնիսկ ամենամութ պահերին հույսը մարդկային բարությունը կարող են լուսավորել ճանապարհը դեպի ավելի լավ ապագա։ Եթե այս պատմությունը հուզել է ձեզ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին ավելի շատ ոգեշնչող պատմությունների համար, որոնք նշում են մարդկային ոգու ուժը։ Թողեք լայք, եթե հավատում եք, որ արդարությունն ու սերը միշտ հաղթում են, պատմեք մեզ մեկնաբանություններում ձեր սեփական կյանքի պահերի մասին, երբ անծանոթի բարությունը ամեն ինչ փոխեց։ Ձեր պատմությունները մեր հաջորդ պատմությունների ոգեշնչումն են։ Մինչ հաջորդ հուզական ճանապարհորդությունը, որը կկիսենք միասին։